Բոլեսլավ Պրուս, Որբի ճակատագիրը, 1987 թվական։ Առաջին։ Յասը գնում է ազգականների մոտ։ Բարեկամս, դու ինձ մեղադրում ես այն բանում, որ իբր ես թուլություն ունեմ ազնիվ մարդկանց դժբախտությունների և անհոգ մարդկանց ուրախ կյանքի նկարագրությունների վերաբերյալ։ Նույնիսկ ապացուցում ես, որ ես աշխարհին մուկ ակնոցով եմ նայում։ Սակայն այդպես եմ վարվում ինքնատիպ երևալու համար։ Անկեղծ ասած, իմ գրածին ես ինքս էլ չեմ հավատում։ Աշխարհն, ինչպես հայտնի է, երջանկության օվկիանոս է։ Ով լողում է այդ օվկիանոսում, միանգամայն երջանիկ է, և նա իրավացի է։ Եվ եթե երբեմն ինչ-որ մեկը ջուր կուլ կտա, իսկ մյուսը ջրի հատակը կգնա, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Այդ սկզբունքի հետ համաձայնելով ես որոշեցի լավատես դառնալ։ Սա շատ հեշտ բան է, միայն հարկավոր է ամեն ինչին նայել տարբեր տեսանկյունից։ Խնդրեմ, թեկուզ հիմա, միթե մենք երջանիկ չենք։ Ճիշտ է, դրսում ցուրտ է, բայց սա միայն մեր կիսագնդում։ Ինչ-որ տեղ եղանակը բարեխառն է, և անգամ այնքան շոգ, որ մարդիկ կարող են բաց երկնքի տակ հաց թխել։ Իհարկե, նրանք, ովքեր ալյուր ունեն։ Համենայն դեպս ցուրտը բոլոր մարդկանց տրամադրությունը գցել չի կարող։ Ածուխի պահեստի տերն, օրինակ, շատ ուրախ է, նրա գործերը լավ կգնան։ Ուրախ է նաև սարդը, նա բռնել է այս տարվա վերջին ճանճը։ Իսկ ճանճն այնպես է դզզում, ասես թե նա էլ միանգամայն գոհ է։ Մահը, օրինակ, մարդկանց մոտ համարվում է ամենասարսափելի չարիքը։ Սակայն դա միայն նախապաշարմունք է։ Դրանում ամենահիանալի կերպով համոզվեց պան Վինցենտին։ Նա մանր ծառայող էր, մի քանի 100 ռուբլի աշխատավարձ էր ստանում և սարսափելի վախենում էր մահից։ Բայց երբ եկավ ճակատագրական պահը, բոլորովին էլ չէր երևում, թե նա շատ հուզված է։ Ձեռքն այնպես թափ տվեց, ասես ուզում էր ասել «Հիմար աշխարհ» ու մեռավ։ Հիրավի նա այդ բանն արեց ամենատաղանդավոր դերասանից ոչ պակաս, նույնիսկ ավելի լավ, որովհետև դագաղից վեր չբարձրացավ, թեև նրան կանչում էին։ Հանուն արդարության պետք է ասել, որ պան Վինցենտիին կանչողը ոչ թե հանդիսատեսն էր, այլ նրա սեփական կինն ու որդին՝ Յասը։ Այսինքն վերջինիս կարելի է նույնիսկ չհաշվել, քանի որ նա ընդամենը 3 տարեկան էր։ Ամուսնու մահը պանի Վինցենտովային օգնեց ճանաչելու մարդկային հոգու կարեկցության չափը։ Հանգուցյալի համարյա բոլոր աշխատակիցները թաղմանը ներկա էին։ Ճիշտն ասած, հանգուցյալն իր ժամանակին յուրաքանչյուրի փոխարեն քիչ չէր աշխատել։ Չափից դուրս երկար էր մնացել գրասենյակում, կամ էլ թղթերն էր տուն բերել։ Բայց միթե դա մտնում է հաշվի մեջ։ Չէ՞ որ նա ներկաներից ոչ մեկին քրիստոնեական իր վերջին պարտքը չէր տվել, իսկ նրանք տվեցին։ Պանի Վինցենտովայի համար ողջ կյանքում այդպես էլ գաղտնիք մնաց, թե գերեզմանոցից ինչպես էր տուն հասել։ Իմիջիայլոց այդ պատմությունը պան Կարոլի գթասիրության ապացույցն է հանդիսանում։ Ազնիվ խոսք եմ ասում, իր ծանոթներին պատմում էր պան Կարոլը, ես ինքս եմ նրան տուն տարել, ու դեռ կառապանին էլ 4 զլոտի եմ վճարել, բայց դե չեմ սիրում գլուխ գովել։ Տուն վերադառնալով, պանի Վինցենտովան ձեռքերն իրար խփեց ու հուսահատ շշնջաց. «Ինչ անեմ ես, դժբախտս, ես և խեղճ որբուկս»։ Այս ասելով նա նայեց Յասին, իսկ փոքրիկը լացից ուռած աչքերով ու հոգնած, թեպետ ինքն էլ չգիտեր, թե ինչու էր լալիս, կծկվել էր բազմոցի մի անկյունում ու քնել։ Իհարկե, դժբախտությունը դժբախտություն, բայց հուսահատվել պետք չէ։ Հուսահատությունը մարդկային բարության նկատմամբ անվստահության պակաս է նշանակում։ Բայց չէ՞ որ մարդիկ բարի են։ Դժբախտ դեպքից մի քանի շաբաթ հազիվ էր անցել, երբ պանի Վինցենտովայի մոտ Վարշավա էին ժամանել հանգուցյալ ամուսնու հարազատները՝ պան Պյոտրն ու պանի Պյոտրովան։ Պան Պյոտրը որպես գործնական մարդ և որպես տղամարդ իր վրա վերցրեց տան շարժական գույքի գնահատումն ու վաճառքը, իսկ պանի Պյոտրովան, որպեսզի չխանգարի ամուսնուն և ելք տա սեփական զգացմունքներին, նստեց այրու մոտ և սկսեց նրա հետ լաց լինել։ Մի քիչ արտասվելուց հետո նա սպիրտայրոցի վրա սուրճ եփեց, խմեցրեց այրուն, նրա որբուկին, ամուսնուն, ինքը խմեց։
այնուհետև ողողեց բաժակներն ու գդալները և կրկին սկսեց լաց լինել։ Աշխատանքի ու վշտի նման բաժանումը խեղճ այրու վրա փրկարար ազդեցություն գործեց, որի ճշմարտացի լինելն ապացուցվում է պան Պյոտրի խոսքերով։ «Խեղճ Զուզյան վերջապես հանգստացավ», մի օր ասաց նա կնոջը։ «Օ, իհարկե, և այդ ամենը քո ներկայության, քո հոգու ամրության շնորհիվ», պատասխանեց պանի Պյոտրովան։ «Ինչ ես ասում»։ Նա հանգստացավ, տեսնելով քո ցավակցությունը, համոզված ասաց Պյոտրը։ «Ամուսնյակս, իսկ ես ասում եմ, որ դա քո գործնական լինելու հետևանքն էր»։ «Բավական է», բարկացավ պան Պյոտրը։ «Քեզ ասում եմ, որ նրան դու հանգստացրեցիր և վերջ»։ Դե քանի որ կինը պարտավոր է ենթարկվել ամուսնուն, պանի Պյոտրովան անմիջապես համաձայնեց տան գլխավորի հետ։ Սակայն նրա հոգում մի փոքր կասկած կար, և որպեսզի վերջ դնի այդ կասկածներին, նա, երբ ամուսինը գնաց, պանի Վինցենտովային նախապես համբուրելով հարցրեց. «Զուզյա, սիրելիս, ճիշտն ասա, դու մեզանից ում հետ ես քեզ ավելի հանգիստ զգում, Պյոտրուսի հետ, ճիշտ է»։ Այրին պատասխանելու փոխարեն դառը հեկեկաց։ Այրու հետագա վիճակը ազգականների մոտ խիստ անհանգստություն էր առաջացնում։ Նրանք այստեղ էին եկել առանց որևէ նախապես մտածված պլանի, սակայն տեղում քննելով իրերի դրությունը, որոշեցին, որ անհրաժեշտ է որևէ բան ձեռնարկել։ «Խեղճ կին», ասաց պան Պյոտրը, «վաճառված ապրանքի մի քանի 100 ռուբլին նրան ամենաշատը կես տարի կբավականացնի»։ «Կես տարի էլ չի բավականացնի», նկատեց պանի Պյոտրովան։ «Հարկավոր է նրան մեզ մոտ տանել և նրա համար որևէ զբաղմունք գտնել»։ «Շատ ճիշտ է, հենց այնպես, որպեսզի մի փոքր ցրվի», վերջացրեց պան Պյոտրը։ Եվ այնպես ստացվեց, որ պանի Վինցենտովան փոքրիկ Յասի հետ գյուղ մեկնեց։ Պան Պյոտրը կնոջ հետ 3 երեխա ունեին, ուստի տանը դաստիարակչուհի էին պահում, բայց Վարշավայից վերադառնալուց հետո նրանք դաստիարակչուհուն ազատեցին աշխատանքից, որին փոխարինեց այրին։ Հենց այնպես, որպեսզի մի փոքր ցրվի։ Բայց քանի որ պանի Վինցենտովան երեխաների դաստիարակությամբ միայն ցերեկներն էր զբաղված, իսկ առավոտներն ու երեկոները լացով էր անցկացնում, նրա թախիծը վերջնականապես ցրելու նպատակով ազգականներն աշխատանքից ազատեցին նաև տնտեսուհուն։ Եվ իրոք, այդ երկու պարտականություններն ու սեփական երեխայի հոգսը այրուն ստիպում էին մոռանալ ոչ միայն իր վիշտը, այլև ինքն իրեն։ Այսինքն նա այնտեղ ապրում էր ինչպես դրախտում։ Իրեն ու որդուն կուշտ կերակրում էին։ Նա միշտ կարող էր հյուրերի մոտ դուրս գալ, եթե իհարկե ներում էր ժամանակը, կամ էլ եթե ինքը ցանկանար։ Աշխատավարձ նրան որպես ազգականի իհարկե չէին վճարում։ Պան Պյոտրը և կինը իրենց երբեք թույլ չէին տա այդպիսի վիրավորանք հասցնել նրան։ Սակայն ամեն անգամ, երբ խեղճ կնոջը փող էր պետք լինում իրեն կամ Յասին զգեստ, շապիկ կամ կոշիկ գնելու համար, բավական էր իրեն միայն մի խոսք ասել և վերջ։ «Սիրելի հորեղբայր, բարի եղեք, խնդրում եմ տվեք ինձ 10 ռուբլի»։ «Սիրելի Զուզյա, ինչի՞դ է պետք», հարցնում էր պան Պյոտրը։ «Ես կցանկանայի», աչքերը խոնարհելով ասում էր նա, «ես կցանկանայի մի քիչ մահուդ ու քաթան գնել Յասին զգեստ կարելու համար»։ «Խնդրեմ, սիրելի Զուզյա, չէ՞ որ դու մեր ազգականն ես, թեկուզ և հեռավոր, իսկ նա որբ է։ Ինչպես տեսնում ես, ես չեմ մերժում։ Բայց համենայն դեպս լսիր իմ խորհուրդը, խնայող եղիր։ Ավելի լավ է մահուդի փոխարեն բումազի առնես։ Քաթանն էլ կարելի է ավելի կոշտը գնել։ Ամուսնուդ մահվանից միայն 1.5 տարի է անցել, իսկ դու փողերդ լրիվ ծախսել ես, որը ես կարողացա ձեռք գցել քեզ համար։ Ուրեմն ասում ես, որքան ես ուզում։ 10 ռուբլի, հոգոցը զսպելով շշնջում էր պանի Վինցենտովան։ Ինչու այդքան շատ, 7-ն էլ բավական է, ես հո չեմ ափսոսում։ Բայց դու զավակս պետք է իմանաս, թե այժմ որքան դժվար է փողի հարցը։ Ամենահին թղթադրամները հանելով ասում էր պան Պյոտրը։ Ինչպես հայտնի է, մարդու սիրտը կազմված է երկու կեսից։ Մի կեսում ապրում են անձամբ իրեն վերաբերող զգացմունքները, մյուս կեսի մեջ մոտիկ մարդկանց։ Ուրեմն այսպես, պան Պյոտրի մոտ, չնայած իր ողջ բարությանն ու առողջ տատողությանը,
Սրտի երկրորդ կեսը մի փոքր չորացել էր, և հենց այդ պատճառով էլ նա շատ բարձր էր գնահատում իր կատարած բարությունները և ատում էր ուրիշի թերությունները։ Շատ խորն էր տանջվում սեփական վշտից, իսկ այն վշտի մասին, որ նա հասցնում էր ուրիշներին, շատ աղոտ պատկերացում ուներ։ Պան Պյոտրի հոգու կառուցվածքը տեսնելով, խեղճ այրին բոլորովին կորցրեց իր համարձակությունը և միաժամանակ իր բարերարի նկատմամբ ունեցած համակրանքն ու հարգանքը։ Նա սկսեց փողի հարցով ավելի հազվադեպ դիմել նրան, իսկ դրա փոխարեն ավելի հաճախ կարկատաններ դնել իր և որդու զգեստներին։ Այդ ընթացքում Յասը գնալով մեծանում և առնականանում էր, և ինչպես ասում էր պան Պյոտրը, վատ վարքագծից ետ էր սովորում։ Նա արդեն 5 տարեկան էր, ամռանը նա վազվզում էր ոտաբոբիկ, բումազիե շալվարով և նույն կտորից կարված շապիկով, որը կոճկվում էր ետևից։ Բայց դրա փոխարեն տոն օրերին նրան հագցնում էին բավականին նոր մի կոստյում, իհարկե մի փոքր կարճ շալվարով, որը նրան էին նվիրել պան Պյոտրի փոքրիկ տղայի հին շորերից։ Յասը շատ խելոք տղա էր, լավ էր սովորում և հարգալից լսում էր մեծերին։ Օրինակ օտարները, հյուրերն ու սպասավորները Յասին ավելի խելացի էին համարում, քան պան Պյոտրի ու նրա կնոջ երեխաներին։ Դժբախտաբար պան Պյոտրը, ինչպես հայտնի է, իրեն մեծ խելքի տեր էր համարում և տղայի մեջ շատ բացասական կողմեր էր տեսնում։ Նրա կարծիքով տղան վատ է դաստիարակվում, քանի որ հյուրեր տեսնելիս շարունակ փախչում էր։ Նա ինքնամփոփ էր, որովհետև քիչ էր խոսում, և թեպետ ինչ-որ հրամայում էին անխոս կատարում էր, պան Պյոտրը այն զգացումն ուներ, որ նա դրանք կատարում է առանց մեծ ցանկության։ Տղային ամենից շատ հայհոյում էր նրա կամակորության և ինքնամփոփության համար։ «Բավական է իմ տղայի ականջից բռնեմ», ասում էր պան Պյոտրը, «նա իսկույն սկսում է բղավել։ Իսկ սրան քանի անգամ եմ ծեծել, և այն էլ ինչպես, ոչ մի ծպտուն չի հանել։ Նման համառությամբ մանուկ հասակում աչքի են ընկել հայտնի ոճրագործներն ու հանցագործները»։ Ամենավատն այն էր, որ Յասը սիրում էր ստել։ Մի անգամ հարգարժան ամուսինների պատանի հետնորդը ոտքերում որքան ուժ կար վազելով ու գոռալով գոմից եկավ հոր մոտ։ «Հայրիկ, հայրիկ, այդ ես չեմ գնացել գոմ, ես չեմ բաց թողել հորթերին»։ «Նշանակում է Յասն է բաց թողել», խստորեն ասաց պան Պյոտրը։ «Ճիշտ է, որդիս, այդ Յասն է արել»։ Հետնորդը զարմացած լռում էր։ «Դե խոստովանիր, որդիս», շարունակեց հայրը, «չէ՞ որ դա ճիշտ է, որ Յասն է բաց թողել»։ «Այո, այո, հայրիկ, Յասն է արել», հաստատեց տղան, որի հայացքի առջև մի պահ երևաց հոր ոսկրե կոթով 5 ճուղանի մտրակը։ Բարկացած պան Պյոտրը շտապեց գտնել հանցանքի մեղավորին, որին և գտավ ծառի տակ։ Յասը քնած էր, կամ էլ համենայն դեպս ձևացնում էր, թե քնած է։ Բայց ամենագետ Պյոտրը հասկացավ նրա խորամանկությունը և խարդախ տղայի ուսը թափահարելով բղավեց. «Այդ դու ես բաց թողել հորթերին»։ Քնից թափված Յասը լայն բացեց աչքերը, դեմքի վրա ցուցադրելով վախ ու զարմանք։ Այդ տղայի անամոթության աստիճանը կատաղեցրեց բարեհոգի պան Պյոտրին։ «Ես քեզ համար հիմա այնպիսի բաղնիք կսարքեմ անպատկառ», իր սենյակը քարշ տալով տղային ասում էր բարեհոգի Պյոտրը։ «Հորթերին ես բաց չեմ թողել, ես այգում քնած էի», արցունքները կուլ տալով գոռում էր Յասը։ Պանի Վինցենտովան այդ ժամանակ տնից բացակայում էր, իսկ պանի Պյոտրովան չցանկացավ պաշտպանել այդ երկերեսանի տղային, և Յասին անողոք կերպով պատժեցին։ Մի քանի օր անց պարզվեց, որ հորթերին ոչ թե Յասն է բաց թողել, այլ պան Պյոտրի որդին, բայց դժբախտաբար արդեն ուշ էր։ Ահա այդպիսի փոքր սխալից հետո, ինչպես արտահայտվեց պան Պյոտրը, խեղճ այրին իրեն բոլորովին կորցրեց։ Նրա առողջությունը սկսեց քայքայվել, առաջվա համեմատ ավելի տխուր դարձավ, դեմքի գույնը դեղնել էր, և ամբողջ օրերով մտածում էր, թե ինչպես դուրս պրծնի այդ հարգարժան ազգականների գրկից։ Պանի Վինցենտովայի և իր բարերարի միջև երկար ժամանակ խուլ պայքար էր գնում, որն արտահայտվում էր պան Պյոտրի կատաղության բռնկումներով ու խեղճ կնոջ արտասուքներով։ Երկրորդ Յասը դառնում է դաստիարակչուհու որդի։
Պան Պյոտրի տանը հաճախակի հյուր էին լինում պան Անզելմն ու նրա կինը։ Նրանք տեսնում էին, որ պանի Վինցենտովան հիանալի երեխա է դաստիարակում, շատ համեստ է, աշխատասեր ու գործարար, և որ պան Պյոտրը, չնայած իր հոգու բարությանն ու խելացիությանը, հաճելի խնամակալի համբավ չի վայելում։ Խեղճ այրում բաժին ընկած դժբախտությունները շարժում էին Անզելմների գութը, և քանի որ նրանք էլ մի տղա և 3 աղջիկ ունեին, ուստի որոշեցին պանի Վինցենտովային վերցնել իրենց մոտ։ Այդ ամենի մասին սուսուփուս պայմանավորվեցին, բայց պանի Վինցենտովան սիրտ չարեց այդ մասին հայտնել իր ազգականներին, և պան Անզելմը որոշեց նրան օգնության գալ։ «Հարգարժան հարևանս», մի անգամ Պյոտրին դիմեց նա, «դուք ինչ կարծիքի եք, եթե մենք ձեր ազգականուհուն վերցնենք մեզ մոտ»։ «Նա ձեր ինչին է պետք», արհամարանքով ձեռքը թափ տալով ասաց պան Պյոտրը։ «Նա մեզ մոտ դաստիարակչուհի կլինի, ինչպես ձեզ մոտ էր»։ Պան Պյոտրը բեղը ոլորեց և հոնքերի տակից նայեց խոսակցին։ «Մի՞թե այստեղ նա դաստիարակչուհի է», նկատեց նա, «պարզապես ազգականուհի է։ Ես նրան 200 ռուբլի աշխատավարձ կտամ», հարևանին չնայելով շարունակեց պան Անզելմը։ Պան Պյոտրը բարկացավ։ «Դատարկ խոսքեր են», կատաղած բացականչեց նա, «ինչ-որ մի քանի ռուբլու համար նա չի գա»։ «Կգա, այսինքն ավելի լավ չէ իրեն հարցնեք»։ «Լավ, հարցնենք», գրգռված պատասխանեց պան Պյոտրը, թեպետ չհավատալով, բայց հոգու խորքում համոզված, որ պանի Վինցենտովան կարող է այդքան անշնորհակալ լինել։ Նույն րոպեին կանչեցին խեղճ կնոջը, և ի մեծ զարմանս պան Պյոտրի նա խոստովանեց, որ համաձայն է տեղափոխվել։ «Զուզյա, այդ ինչ է նշանակում», բացականչեց պան Պյոտրը։ «Մի՞թե մեր տանը քեզ վատ ես զգում»։ «Ոչ, իհարկե, լավ է», շփոթված պատասխանեց այրին, «բայց պան Անզելմի մոտ ես աշխատավարձ կստանամ»։ «Դե, եթե այդքան շատ ես ուզում աշխատավարձ ստանալ», ասաց բարերարը, «ապա հենց այսօրվանից ես քեզ կարող եմ վճարել տարին 150 ռուբլի»։ «Շատ շնորհակալ եմ, հորեղբայր, բայց պան Անզելմի հետ մենք արդեն պայմանավորվել ենք»։ Հորեղբայրը ոչինչ չպատասխանեց, և պանի Վինցենտովան կամացուկ դուրս եկավ սենյակից։ Պան Պյոտրը չհամբերեց ու պոռթկաց. «Շատ գեղեցիկ վարվեցիր ինձ հետ, հարևանս, խոսք չունեմ ասելու», բացականչեց նա։ «Մի՞թե քեզ սազական էր, որ մեր տան մեջ կռիվ գցեիր։ Ասացեք խնդրեմ, ինչպիսի փայլուն ապագա է սպասում։ Դաստիարակչուհի պիտի լինի»։ Այստեղ նա և դաստիարակչուհի էր, և տնտեսուհի, նրա խոսքն ընդհատեց Անզելմը։ «Ինչ է նշանակում տնտեսուհի էր։ Այստեղ նա ապրում էր ինչպես իր տանը, ինչպես տանտիրուհի։ Եթե ամուսնու մահից հետո մենք նրան չվերցնեինք մեզ մոտ, սովից կմեռներ։ Նա իր ապրանքներն էլ չէր կարողանա վաճառել, եթե մենք չօգնեինք այդ հարցում։ Ինչ օգուտ ապրանքների հաջող վաճառքից, եթե փողն արդեն չկա»։ Վերջին բառերն ամենից խոր վիրավորեցին պան Պյոտրին։ Մոռանալով հյուրընկալության բոլոր կանոնները, նա դուռը շրխկացնելով դուրս եկավ սենյակից ու հարգարժան հյուրին դատարկ սենյակում մենակ թողեց։ Բայց պան Անզելմը բոլորովին չվիրավորվեց դրանից։ Նա անմիջապես նստեց իր սայլակը ու տուն վերադարձավ, հոգու խորքում ուրախանալով, որ մեծ դժբախտությունից փրկեց ևս մի մարդու։ Այդ օրվանից սկսած, ճիշտ է քիչ ժամանակով, այրու և նրա որբի դրությունը լրիվ փոխվեց։ Պանի Պյոտրովան քնքշանքով ու սիրով էր շրջապատել թանկագին Զուզյային ու Յասին։ Պան Պյոտրը անմիջապես ցանկություն հայտնեց Յասի համար նոր զգեստ կարել տալ, իսկ նրա մորը վճարել 200 ռուբլի աշխատավարձ։ Հարգարժան ազգականը այդպես էր վարվում ոչ այնքան զգացմունքներից դրդված, որքան այն բանի համար, որպեսզի հեռու մնա բամբասանքներից և կարողանա պահել իր տան համար այնքան օգտակար Զուզյային։ Բայց պանի Վինցենտովան, չնայած իր համեստ բնավորությանն ու դեպի ազգականն ունեցած հարգանքին, համառեց։ Հավանաբար նա այն մարդկանցից էր, ովքեր ազգակցական կապերը հաշվի չեն առնում։ 4 տարի ապրելով այդ տանը, նա տանտերերի նկատմամբ զզվանք էր զգում։ Չկար մի անկյուն, որտեղ իր և որդու համար արտասված չլիներ։ Չկար մի սենյակ, որտեղ նա չտեսներ պանի Պյոտրովայի թթված դեմքը ու պան Պյոտրի խոժոռ հայացքը։ Չկար այգու կամ մարգագետնի մի փոքրիկ տարածություն, որտեղով վազած չլիներ իր ոտաբոբիկ Յասը։
Նա դառնությամբ հիշեց երեխաների կամակորություններն ու ծառաների անպատկառությունը, և չկար մեկը, որի մոտ կարողանար բացել սիրտն ու բողոքել։ Հիշեց նաև հյուրերին, որոնցից Իլիասը շարունակ թաքնվում էր որտեղ պատահեր, և որոնց մոտ ինքն էլ չէր կարողանում դուրս գալ, որովհետև վրան մի կարգին շոր չուներ։ Ոչ, իզուր էր պանի Պյոտրովան արտասուք թափելով աղաչում Զուզյային։ Իզուր էր երեխաների մի քանի օր շարունակվող հրեշտակային խելոքությունը։ Իզուր պան Պյոտրը, որ հավասարակշռությունը երբեք չէր կորցնում, կոպտության համար ծեծեց երկու ծառային։ Այրին պաշտպանեց ծառաներին, գուրգուրեց երեխաներին, իսկ բարերար ծնողներին հազար ու մի ծառայություն մատուցեց։ Սակայն այդքանից հետո, երբ պան Անզելմը սայլակ ուղարկեց, նա որոշեց մեկնել։ Այդ բանն իմանալով, պան Պյոտրը վերջում ասաց նրան. «Դե ինչ, գնա, եթե այդքան ուզում ես, բայց հենց այս րոպեից քեզ այլևս չեմ ճանաչում»։ Պանի Վինսենտովան հավաքեց իր խղճուկ իրերն ու դառն արտասվելով նստեց թեթև սայլակը։ Սայլապանը զարմացած յասին նստեցրեց իր մոտ։ Դաստակերտից ոչ ոք դուրս չեկավ ճանապարհելու։ Միայն պատուհաններից երևում էին տխրամած կամ էլ չարախնդորեն ժպտացող սպասավորների դեմքերը։ Երբ ձիերը շարժվեցին, դաստակերտի շները բարձր հաչոցով ու սայլի շուրջը ցատկոտելով այրուն ճանապարհեցին մինչև գյուղի ծայրը։ Զարմանալու ոչինչ չկա։ Նա այդ շներին կերակրել էր, իսկ յասը խաղացել էր նրանց հետ։ Երբեք չէր ծեծել ու ականջները չէր քաշել։ Նոր տերերը, չնայած և օտար էին այրու համար, բայց գուցեև հենց այն պատճառով, որ օտար էին, համեմատաբար ավելի սրտակից էին, քան ազգականները։ Պանի Անզելմովան նիհար, դալուկ, հիվանդագին, բայց շատ կարդացած, շագանակագույն մազերով կին էր ու հիանալի դաշնամուր էր նվագում։ Դրա հետ մեկտեղ տնտեսության գործերը վարելուց նա շատ հեռու էր, ուստի նրա ծառաները դեմքով նրան ինչպես հարկն է չէին ճանաչում։ Ինչ վերաբերում է պան Անզելմին, միջահասակ, ծանրակշիռ, կարմրաթուշ, բաց գույնի մազերով ու հազվադեպ ազնվության տեր մի մարդ էր։ Նա բաժանորդագրված էր չափազանց շատ թերթերի ու գյուղատնտեսական ամսագրերի, որոնք առանց խտրության կարդում էր։ Առանձնապես ուշադրություն էր դարձնում այն հոդվածներին, որոնց մեջ հողատերերին մեղադրում էին անտարբերության, մասնագիտական կրթություն չունենալու և ծուլության համար։ Այդ երկար հոդվածները բացասաբար էին ազդում պան Անզելմի վրա, որը բնականից բարի սիրտ ուներ։ Կուրծք ծեծելով նա հասարակության մեջ բարձրաձայն խոստովանում էր, որ նշված բոլոր փաստերը ճիշտ են, և սկսում էր այնպես ոգևորված սովորել, այնքան ուշադիր լինել տնտեսության նկատմամբ ու մտածել ապագայի մասին, որ բոլորովին ժամանակ չէր ունենում գնալու իր արտերը կամ էլ կալատեղը։ Ասենք առաջ էլ նա ոչ մի տեղ չէր գնում զուտ այն պատճառով, որ այդ հարցերի մասին հոդվածները դեռ չէր կարդացել։ Այդ ամենը տեսնելով, հարևանները պան Անզելմին սկսեցին կալվածատեր փիլիսոփա անվանել։ Պան Անզելմը իսկապես փիլիսոփա էր, բայց ոչ այն դպրոցից, որին պատկանում էր ապառիկի ընկերությունը, քանի որ նրա և այդ ընկերության մեջ շատ հաճախ սուր վեճեր էին բռնկվում։ Չնայած այդ ամենին, պան Անզելմն ազնիվ և ուրախ բնավորություն ուներ։ Նա սիրում էր ուրախ կատակներ անել ու ծիծաղել, և եթե որևէ բան էր կարդում կամ լսում, անմիջապես շտապում էր պատմել այդ մասին հարևաններին, կնոջը, տնտեսուհուն, դաստիարակչուհուն և վերջում ինչպես միշտ հարցնում էր. «Դե ինչ կասեք, ծիծաղելի է»։ «Ինչպես չէ», պատասխանում էր խոսակիցը, «այդ ես եմ հնարել»։ Անզելմի կառավարիչ Բլինկևիչը, որն իր տիրոջը մարդկային կատարելություն էր համարում, ոչ միայն նրա շորերն էր հագնում, այլև տարածում էր նրա կատակները գրագրի, անտառապահի, գյուղապետի մոտ, և ամեն մի կատակից հետո ավելացնում էր. «Դե ինչ կասեք, ծիծաղելի է, չէ՞։ Այդ պան Անզելմի հետ ենք հնարել»։ Ահա այդպիսի շրջապատում պանի Վինսենտովան իրեն վատ զգալ չէր կարող։ Տանտերերը բարի էին, երեխաները հարգանքով էին վարվում։ Վերջապես խեղճ կինն ու նրա որդին ազատ շունչ քաշեցին։ Նոր դաստիարակչուհու գալուց անմիջապես հետո պան Անզելմը իբրև ավանս նրան մի քանի տասնյակ ռուբլի փող տվեց։ Այդ փողերով պանի Վինսենտովան գնեց ամենաանհրաժեշտ բաները և լուսավոր երազանքներով տարված
սկսեց կահավորել կիսավերնահարկի իր սենյակը։ Դա ոչ թե սենյակ էր, այլ պարզապես խաղալիք։ Հատակը մաքուր էր, անկյունում վառարանը, կաթի պես սպիտակ պատերը, որոնք ընդամենը մի վատ կողմ ունեին միայն։ Կեղտոտում էին զգեստները։ Պատուհաններից մեկի վրայով վայրի խաղողի վազերն էին իջնում, իսկ մյուսի մոտ շարունակ աղավնիներն էին ղունղունում։ Սենյակում բալագույն մի քանի աթոռներ էր դրված, մի պահարան ու մի կոմոդ։ Մոր համար լայն մահճակալ և մի շարժական մահճակալ էլ որդու համար, որը նաև մեծանալուց հետո կարող էր քնել նրա վրա։ Այստեղ երկու փոքրիկ կատուներ էլ կային, մեկը մոխրագույն, իսկ մյուսը սպիտակ։ Դրանց որպես ժառանգություն թողել էր նախկին դաստիարակչուհին, որը պառաված օրիորդ էր եղել։ Մեր պաննա Դիլակայան կատվածաքերով հեղեղել է մեր շրջակայքը, հաճախ ասում էր պան Անսելմը, ուշադիր հետևելով խոսակցի դեմքին, թե վերջինս չի ծիծաղի արդյոք։ Եվ երբ գալիս էր սպասված պահը, հանդիսավորությամբ ավելացնում էր. «Դե ինչ կասեք, լավ կատակ է, չէ՞։ Այդ ես եմ հնարել»։ Եթե դաստիարակչուհին գոհ էր իր տերերից, վերջիններս էլ ավելի գոհ էին նրանից։ Բանից պարզվեց, որ պանի Վինցենտովան բազմակողմանիորեն զարգացած կին է։ Մեկ ամսվա ընթացքում նա տնտեսուհուն սովորեցրեց հնդկահավերին գիրացնելու ձևը, որոնք մինչ այդ տաշեղի պես նիհար էին։ Նա կարողանում էր ներքնազգեստների փեշերին դարսեր դնել և այնքան հիանալի վարագույրներ էր ասեղնագործում, որ հարևանների պատվերներից գլուխը կորցրել էր։ Այդ ամենից բացի նա դաշնամուրի վրա հոյակապ նվագում էր ամենաբազմազան պարերը, ուստի ոչ մի ընդունելություն առանց նրա ներկայության չէր ընթանում։ Սովորաբար դիմակահանդեսներին նրան հրավիրում էին որպես երիտասարդ այրու, որին անհրաժեշտ է կրկին ամուսնանալ։ Սակայն շուտով, իրենց խնդրանքներին կցելով համբույրները, նրան նստեցնում էին դաշնամուրի մոտ և ազատ էին արձակում միայն լուսադեմին։ Անզելմների տանն այրին ապրեց ուղիղ 3 տարի, և այնտեղ անցկացրած ժամանակը նա համարեց որպես իր կյանքի ամենաերջանիկ տարիները։ 3. Յասը սկսում է զարմացնել մորը։ Ազատվելով պան Պյոտրի մանկավարժության երկաթյա ճիրաններից ու նոր զգեստ հագնելով, մեր որբևայրու որդին սկսեց արագորեն զարգանալ։ Ճիշտ է, հյուրերի ու պան Անզելմի երեխաների շրջանում առաջվա նման շփոթվում էր, բայց դրա փոխարեն, երբ մոր հետ մենակ էր լինում, լրջորեն անհանգստացնում էր նրան։ Արդեն լրացել էր նրա 7 տարին, և արդեն կարողանում էր թելով հանել սեփական ատամը, որը կապում էր դռան բռնակից։ Շատ լավ կարդում էր, բայց հանկարծ մայրը նրա մոտ տարօրինակ գիծ նկատեց։ Յասը մեծ քայլերով ման էր գալիս ճիշտ պան Անզելմի պես, մեջքը կորացրած ու ձեռքերը դրած մեջքին, և այդ ամենի հետ միասին ինքն իրեն բարձրաձայն խոսելով, որը պան Անզելմը երբեք չէր անում։ Նա շատ հետաքրքիր բաներ էր խոսում. «Ես մտրակ կունենամ, ես բարձր ձայն կունենամ, ես տուն կունենամ, ես օղաբլիթ կունենամ»։ Այդ ամենը լսելով մայրը լրջորեն անհանգստացավ։ «Որդիս, դու այդ ինչեր ես խոսում»։ Ձեռքերը տարածելով բացականչեց նա։ «Մայրիկ, միթե դու չգիտես», պատասխանեց տղան, «որ մտրակը փայտից ու թելից են պատրաստում, իսկ օղաբլիթներն այնպես կլոր են, անցքով»։ «Լավ, ես հասկանում եմ, բայց այդ ամենն ինչու ես ասում»։ Այդ հարցին պատասխանել Յասը դեռևս չէր կարող։ Իրականում այդ անկապ խոսքերը ապացույց էին արթնացող մտքի ու երևակայության առաջին փայլատակումների առկայության։ Տղան այբբենարանում բառերը կարդում էր վարժության համար, և այնտեղ, որտեղ ուրիշ երեխաներ տեսնում էին սև ու սպիտակ քաոս միայն, նա առարկաներ ու դեմքեր էր տարբերում։ Ուղեղի վարժեցման այդպիսի մարզումները նրան մեծագույն հաճույք էին պատճառում, և դրա համար էլ մոր վախի վրա ուշադրություն չդարձնելով, նա շարունակ իրենն էր պնդում. «Ես մտրակ կունենամ, ես բարձր ձայն կունենամ, ես օղաբլիթ կունենամ, ես տուն կունենամ»։ Հանկարծ կանգ առավ ու հարցրեց. «Մայրիկ, իսկ ի՞նչ բան է թրախկ»։ Մայրը չիմացավ, թե ինչ պատասխանի։ «Դա փայտից է, թե ինչ-որ ուրիշ բանից»։ «Ի՞նչ ես ասում։ Ահ,
Ինչպե՞ս ես դու ինձ վշտացնում։ Բայց մորը դեռևս ավելի շատ մեծ վշտեր էին սպասում, մանավանդ աշխարհագրության ու աստղագիտության ասպարեզում։ Մի անգամ պանի Վինցենտովան իր բարերարի երեխաներին բացատրում էր, թե ինչ ձև ունի երկրագունդը։ 4 հիմարիկները, հայացքները հառած որն առաստաղին, որը հատակին, վստահությամբ եւ առանց որևէ հարցի ընդունեցին այն լուրը, որ երկրագունդը կլոր է եւ որ այն պտտվում է արևի շուրջը։ Յասն ինչ-որ բանով զբաղված էր եւ ականջի ծայրով էր լսում մորը։ Իսկ երեկոյան, երբ իրենց սենյակում մոր հետ մենակ էին, ասաց. «Այդ բոլորը սուտ է, հնարանք է»։ «Ինչի մասին ես խոսում»։ հարցրեց մայրը։ «Այն մասին, որ իբր երկիրը կլոր է», պատասխանեց Յասը։ «Եթե այն կլոր լիներ, ապա մարդիկ կգլորվեին նրա վրայից։ Ես հո լավ գիտեմ, քանի անգամ եմ բարձրացել խոտի դեզի վրա ու ցած գլորվել»։ «Իսկ ինչու էիր բարձրացել խոտի դեզի վրա, չար տղա», բարկացավ մայրը, բայց հանկարծ ուշքի եկավ։ «Հասկանում ես, երկիրը մեծ է, շատ ու շատ անգամ մեծ է խոտի դեզից։ Դե եթե այն շատ մեծ է, ապա մարդիկ ավելի շատ կգլորվեն նրա վրայից, անգամ ջարդուփշուր կլինեն»։ Այդպիսի վճռական կարծիքը խեղճ մորը ստիպեց լռել։ Նա իրեն անզոր էր զգում որդու հարցերին պատասխանելու ժամանակ, եւ նույնիսկ չէր էլ մտածում, որ տղայի անհանգիստ հարցերն ու ծիծաղելի մտածելակերպը ապացույց է արտասովոր մտքի առաջին թոթովանքի։ Յասն անասելի մեծ երևակայության տեր երեխա էր։ Մի անգամ ծառաներից լսեց, որ լիալուսնի ժամանակ նրա վրա մի գյուղացի է երևում, որը գոմաղբ է հավաքում։ Այդ օրվանից սկսած, հենց որ ժամանակ էր գտնում, ժամերով պառկում էր հողի վրա եւ ակնթեթ նայում լուսնին։ Նա կարողացավ ամենատարբեր բաները տեսնել նրա վրա։ Մի անգամ լուսինը անիվի նման գլորվեց ամպերի վրայով։ Մի ուրիշ անգամ լճի հատակում նա մի ուրիշ լուսին տեսավ եւ մի ուրիշ երկինք։ Իսկ երբեմն նրան թվում էր, թե ջրերի ու խոնավ մարգագետինների վրայով երկար ծածանվող զգեստներով ահռելի մեծության տեսիլքներ են թռչում։ Բայց լուսնի վրայի գյուղացուն նա ամառվա վերջում տեսավ միայն։ Մի անգամ երեկոյան պան Անզելմն ու նրա կինը այգում զբոսնելիս երեխայի ճիչ լսեցին։ «Ձիապան, հեյ, ձիապան, տեր»։ Հետաքրքրված ամուսինները գնացին ձայնի ուղղությամբ եւ տեսան Յասին, որը գլուխը բարձրացրած խենթի պես գոռում էր լուսնի վրա. «Ձիապան, հեյ, ձիապան»։ Իզուր էին ամուսինները փորձում իմանալ, թե այդ ամենն ինչ է նշանակում։ Տղան ամաչեց, փախավ եւ մի քանի ժամ անց միայն մորն ասաց. «Մայրիկ, հասկանում ես, ես այն գյուղացուն ուզում էի հարցնել, թե լուսնի վրա ինչպես են ապրում»։ Մայրը խոր հոգոց հանեց։ Մի ուրիշ անգամ նա այսպիսի հարց տվեց մորը. «Մայրիկ, ինչու ես քայլում եմ, իսկ տիկնիկը ոչ, թեպետ նա էլ ոտքեր ունի ինչպես ես»։ «Այդ նրանից է, որդիս, որ դու հոգի ունես, իսկ նա չունի»։ «Իսկ ինչ բան է հոգին»։ Մայրը երկար մտածեց եւ օգնության կանչելով քսենց Պուտյատիցկ ու Կատախեզիսը պատասխանեց. Հոգին այն է, որը մտածում է քո փոխարեն, ղեկավարում է քո մարմինը։ Ախր այդ ես եմ մտածում եւ ոչ թե ինչ-որ հոգի։ Այդ հարցը տղային շատ էր տանջում, եւ նա ցանկանում էր անպայման իմանալ, թե ինչ տեսք ունի այդ հոգին։ Բարեբախտաբար մոտենում էր Քրիստոսի ծնունդը, եւ երբ Յասը մտավ խոհանոց, որտեղ ձուկ էին մաքրում, նրան մեկնելով իրար կպած ինչ-որ փուչիկներ, տնտեսուհին ասաց. «Յաս, վերցրու, սա ձկան հոգին է, կրակիր նրանցով»։ Յասը շատ էր ցանկանում այդ հոգին մտցնել տիկնիկի մեջ, բայց մտածելով, որ ձուկը մի ուրիշ բան է, իսկ տիկնիկն ուրիշ, ոտքով տրորեց փուչիկն ու կրակեց։ Տոնի երկրորդ օրն Անզելմների ընտանիքին հյուր եկավ տեղի համայնքի քսենձը։ Ալևոր ծերունին ձախ ձեռքով բռնած ծխախոտատուփը, իսկ աջում պատկառելի մեծության թաշկինակը, երեխաներին հավաքեց շուրջ բոլորը եւ սկսեց քրիստոնեությունից քննություն ընդունել։ Նա հարցրեց. ով է ստեղծել երկիրը, ինչպես էր մեր նախահայրերի անունը, ինչու է Աստված ստեղծել մարդկանց։ Յասը շատ էր ամաչում եւ տրված հարցերին բոլորից վատ էր պատասխանում, բայց լսելով ինչ է հոգին հարցը, բացականչեց. «Ես գիտեմ»։ «Շատ լավ է, հիանալի է,
գովեց նրան քսենձը։ Դե ասա, տեսնում եմ, որ լեզուդ քոր է գալիս։ Յասի աչքերը փայլում էին ինչպես այրվող ածուխներ։ Հոգին, խորը համոզմունքով ասաց Յասը, դա այն է, որով կրակում են։ Ծերունին այդ լսելով, ծխախոտատուփով ու թաշկինակով ձեռքերը վեր բարձրացրեց ու զարմացած բացականչեց. Հիսուս Քրիստոս, այդ ո՞վ է ասել քեզ։ Տնտեսուհին, երբ ձուկ էր մաքրում պան Քսենց։ Որդյակ իմ որդյակ, շշնջաց հարգարժան ծերունին գլուխը տարու բերելով։ Հետո մի երկու անգամ բռնոթի քաշեց, դանդաղ ու գործնականորեն մաքրեց քիթը ու ի մեծ ուրախություն երեխաների վերջ տվեց քննությանը։ Պանի Վինցենտովան վշտից իրեն կորցրել էր։ Այնինչ պան Անզելմն այնպես էր ծիծաղում, որ քիչ էր մնում աչքերը ճակատը թռչեին։ Ինչ հումորով մարդ կդառնա այս փոքրիկը, ասաց նա համբուրելով Յասի գանգուրները։ Պանի Անզելմովան էր միայն, որ չէր լսել այդ ամենը։ Նա շարունակ մտածում էր իր նյարդերի և այն մասին, թե արդյոք թեթևսոլիկ Վեսլավ Ռուժիցը կամուսնանա Ցիցիլիայի հետ։ Թեպետ Յասը չհանձնեց քննությունը, սակայն բազմակողմանիորեն զարգացած տղա էր։ Դեռևս 9 տարեկան էր, բայց արդեն պան Անզելմի տղայի համար փայտից թուր ու նետեր էր պատրաստում, իսկ աղջիկների համար կեչու կեղևներից նավակներ։ Հասկանում էր նաև ջրաղացի, սղոցարանի ու հին փոքրիկ ժամացույցի մեխանիզմից։ Բայց ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչու մի սլաքն ավելի արագ է շարժվում, քան մյուսը։ Թվաբանությունից նա զարմանալի առաջադիմություն ուներ։ Երևակայեցեք, որ ինքն առաջինը լոբու և գարու հատիկների օգնությամբ գտավ առաջին 3 վարժությունների լուծումը և Յուզեկին հենց այդ ձևով էլ բացատրեց ու հասկացրեց ամենադժվար բանը՝ բազմապատկման աղյուսակը։ Դրանից հետո, եթե երեխաները որևէ բան չէին հասկանում, ապա պանի Վինցենտովան նախ Յասին էր բացատրում, իսկ վերջինս էլ երեխաներին սեփական օրինակներով, որոնք շատ պարզ ու հասարակ էին։ Պան Անզելմը Յասին շատ հաճախ ասում էր. «Տղաս, դու հանճարեղ մարդ կդառնաս»։ Իր փոքրիկ ընկերներից Յասն ամենից շատ Անթոսիային էր սիրում։ Այնպես էր պատահում, որ մանկական խաղերի ժամանակ նրանք ամենահամեստ տեղերն էին գրավում։ Յասը համեստ դաստիարակչուհու տղա էր, իսկ Անթոսիային ծնողները շատ քիչ էին երես տալիս։ Մի անգամ Յասի և Անթոսիայի միջև տեղի ունեցավ շատ հետաքրքիր մի զրույց։ «Դու ինչ ես ուզում դառնալ», հարցրեց տղան։ «Ես ուզում եմ Մանյայի նման դառնալ», պատասխանեց աղջիկը։ «Իսկ դու»։ «Իսկ ես կառապան»։ Մանյան Անթոսիայի քույրն էր ու մոր սիրելին։ Իսկ Յասը Յուզեկի հետ խաղալիս միշտ ձիու պարտականությունն էր կատարում։ Այդ հանգամանքներից ելնելով էլ բացատրվում էին երեխայի երազանքները։ Յասը ամենից շատ Անթոսիային էր խաղալիքները նվիրում։ Նույնիսկ մի անգամ նա աղջնակի տիկնիկի համար օրորոց պատրաստեց, բայց դժբախտաբար տիկնիկը կես արմնկաչափ էր, իսկ օրորոցը մի քանի մատնաչափ։ «Ինչ արած, օրորոցը կկոտրենք և վերջ», ձեռքը վերցնելով օրորոցը վշտացած ասաց Յասը։ «Ինչ ես ասում», բացականչեց Անթոսյան, «ախր տիկնիկը կարող է երեխա ունենալ»։ «Իսկապես»։ Եվ իրոք հաջորդ օրը սպասուհու օգնությամբ երեխան ծնվեց։ Պատրաստել էին շորերի կտորտանքներից ու բամբակից։ Յասը ուշադիր նայեց տիկնիկին։ «Սա ի՞նչ է», նորածնի մարմնի վերևի մասը ցույց տալով հարցրեց նա։ «Գլուխն է»։ «Իսկ ձեռքերն ուր են»։ «Նա ձեռքեր չունի, հագին շապիկ կա»։ Օրորոցը բերեցին, բայց պարզվեց, որ երեխայի գլուխը շատ լայն է ստացվել։ Յասը կրկին վշտացավ, բայց Անթոսյան նրան հանգստացնելու համար խնդրեց տիկնիկին աչքեր ու բերան նկարել։ Տղան մեծ հաճույքով կատարեց նրա խնդրանքը, ոգևորությամբ լեզուն հանած ու պտտեցնելով։ Նրանց ընկերությունն այնքան ամուր էր, որ Յասը որոշեց Անթոսիայի հետ կիսել մի շատ կարևոր գաղտնիք։ «Գնանք», աղջկան ասաց նա, «ես քեզ բույն ցույց կտամ»։ «Բույն»։ Ծափ զարկելով բացականչեց Անթոսյան։ «Իսկ դու ոչ մեկին չես ասի»։ Հանդիսավորությամբ հարցրեց Յասը։ «Ոչ, ազնիվ խոսք»։ Նրանք գնացին այգի,
որտեղ տերևների ու կանաչի վրա նստած ցողի կաթիլները փայլփլում էին ծիածանի բոլոր գույներով։ Արբեցնող հոտով լցված օդում լսվում էր թռչունների ծլվլոցը, որոնք ասես երգչախումբ էին կազմել։ Դզզում էին մեղուներն ու ճռռում ծղրիդները։ Իսկ դա իսկական բույն է, անհագ հետաքրքրությամբ հարցրեց աղջնակը։ Իհարկե, իսկ ներսում փոքրիկ ծիտիկներ կան։ Հապա ինչպես։ Երևի։ Թփերից մեկում ինչ-որ բան շրշաց։ Դա գուցե այստեղ է, հարցրեց Անթոսյան։ Գուցե դու մոռացել ես։ Պատասխանի փոխարեն Յասը լրջորեն տարուբերեց գլուխը։ Վերջապես հասան այգու վերջում եղած թփի մոտ։ Յասը կանգ առավ, ծնկի իջավ, թփերը զգուշությամբ ետ տանելով շշնջաց. Զգույշ։ Անթոսյան գլուխը ներքև իջեցրեց և մատը մոտեցրեց շուրթերին։ Տեսնում ես, հարցրեց Յասը։ Տեսնում եմ, պատասխանեց աղջիկը, բայց չգիտեմ, թե որտեղ է։ Յասը մատով ցույց տվեց։ Ահ, բացականչեց հիացած Անթոսյան։ Նրանից մի արմնկաչափ հեռու ուղղակի հողի վրա դրված էր կլոր ու հարթ մոխրագույն բույնը, որը կարծես թրծած լիներ։ Հատակին ձիու մազերից պատրաստված ներքնակն էր, իսկ նրա վրա կարմիր գույնի և առանց աղվամազի փոքրիկ թռչնակը։ Նա մեծ ու դուրս պրծած աչքեր ուներ, թաղանթով ծածկված և ավելի մեծ փոր։ Շրշյուն լսելով, նա իր դեղին բերանն այնքան լայն բաց արեց, որ ասես ուզում էր կուլ տա Անթոսյային։ Ուտել է ուզում, նկատեց Յասը։ Այդ ժամանակ նրանց գլխավերևում ճյուղի վրա մի մեծ թռչուն նստեց։ Նա մի քանի անգամ պոչը շարժեց, անկոչ հյուրերին նայեց սկզբում աջ աչքով, հետո ձախ ու աղեկը տուր ծվծված։ Գնանք, ասաց Յասը։ Մայրը եկել է կերակրելու իր ձագին։ Խոր մտածմունքի մեջ Անթոսյան տուն վերադարձավ։ Մի քանի ժամ անց նա հարցրեց. Յաս, մանյային կարելի է բույնը ցույց տալ։ Ոչ, իսկ Յուզեկին էլ չի կարելի։ Իհարկե ոչ, Յուզեկն անմիջապես կքանդի բույնը։ Անթոսյան գաղտնիքն իսկապես պահեց, բայց դժվարաբար, որոշեց հոգալ թռչնակի մասին։ Յասին ոչինչ չասելով, մի երեկո մի բուռ հացի կտոր տանկ վերցրեց և ձեռնափից կերակրեց տկլոր փոքրիկին։ Իսկ երբ հաջորդ օրը գնացին նրան տեսակցության, խեղճ թռչնակն այլևս չէր շնչում։ Ախ, Անթոսյա, ասաց տղան, երևում է, այդ դու ես մեղավոր։ Աղջիկը դառը արտասվեց։ Յասը մեռած թռչնակին վերցրեց ձեռքը։ Այն մի տեսակ սառն ու թորշոմած էր։ Հուսահատ շշնջաց. Դու ինչ մեղք էիր գործել, խղճուկս։ Նրա աչքերում արցունքներ երևացին։ Յաս, այդպես մի խոսիր, ասաց վշտացած աղջիկը ու անմիջապես ավելացրեց. Մենք նրան կարող ենք թաղել։ Դա նրա ինչին է պետք։ Ես նրան օրորոցի մեջ կպառկեցնեմ։ Այն, որ դու իմ տիկնիկի համար ես պատրաստել։ Դու նրա համար խաչ կպատրաստես։ Վերջ տուր, նրա խոսքը կտրեց Յասը։ Ավելի լավ է մտածես, թե դրա համար մեզ ինչ կանեն։ Այդ մասին ախր ոչ ոք չգիտե։ Մի անհանգստանա։ Աստված ամեն ինչ գիտե։ Եվ ինձ անպայման կպատժի, որ քեզ ցույց տվեցի։ Երեխաները շատ լուրջ ու մտահոգ տուն վերադարձան։ Յասին շարունակ թվում էր, թե իր ետևից ինչ-որ մեկը գալիս է, իսկ Անթոսյային թվում էր, թե բոլորի դեմքերը բարկացած ու լուրջ են։ Խեղճը չհամբերեց և իր վիշտը վստահեց մանյային։ Վերջինիս համար էլ գաղտնիքը ծանրություն եղավ, ուստի այն կիսեց Յուզիայի հետ, որն էլ բարձր ծիծաղելով այդ մասին պատմեց բոլորին։ Նույն պահին Յասի վատ կանխազգացումն իրականացավ, քանի որ պան Անզելմը, իմանալով, թե ինչի մասին է խոսքը, սարսափելի բարկացավ, ոտքը գետին խփեց, հրամայեց կացին բերել ու սպառնաց կտրել երեխաների գլուխները, բայց վերջ ի վերջո նրանց անկյուն կանգնեցրեց։ 4. Սեփական հացով։ Անձրևից հետո պայծառ օրն է բացվում։ Գիշերին հաջորդում է առավոտը։ Վշտին ուրախությունն է փոխարինում, աշխատանքին հանգիստը։ Հարստությանը փոխարինելու է գալիս աղքատությունը։
Այդ ամենը հավանորեն բացատրվում է երկրագնդի պտույտով, ինչպես ինձ ասում էր իմ հորեղբայրը։ Նա մեծ սրտի տեր էր ու փիլիսոփայի ուղեղ ուներ։ Այնպես որ բարեկամս, եթե դու հիմա անախորժություններ ունես, ուրախացիր, քանի որ դա ապացույց է այն բանի, որ շատ շուտով ամեն ինչ լավ կլինի։ Ավելի շուտ դու տխրիր այն ժամանակ, երբ ամեն ինչում բախտդ կբերի, քանի որ երկրագնդի վրա հաստատուն ոչինչ չկա։ Սա էլ իր հերթին իմ հավատացյալ տատիկի կարծիքն է, որն իր կյանքում շատ բաներ էր տեսել, անգամ Նապոլեոնին։ Թանկագին հանգուցյալներ, ես չեմ ցանկանում խանգարել ձեր հանգիստը ձեր հեռավոր ու խոր գերեզմաններում, ուր դուք խաղաղ ու անխռով քնած եք։ Միայն ցանկանում եմ բոլորիդ հայտնել, որ ես նման չեմ վախկոտ այն ծառաներին, որոնք հողի մեջ թաքցնում են որբևայրու վերջին գրոշները, որ դուք թողել էիք նրան գոյությունը քարշ տալու համար։ Պանի Վինսենտով անչափից դուրս երջանիկ եղավ ամբողջ 3 տարի, եւ ահա երջանկությունը երես թեքեց նրանից։ Պան Անզելմի տնտեսական համակարգը, որը հենվում էր թերթերի առաջնորդող հոդվածները կարդալու վրա միայն, վատթար արդյունք ունեցավ։ Պարտքերը շատացան, եկամուտը պակասեց, եւ ահա այդ բարի մարդը, ցանկանալով որդիների համար պահպանել գոնե իր մաքուր անունը, պարտքերը մարելու նպատակով վաճառեց իր կալվածքը եւ մի քանի տասնյակ հեկտար հող վարձեց։ Տխուր էին այն օրերը, երբ հին կալվածքից, որը մի ժամանակ պան Անզելմի պապն էր կառուցել, սկսեցին հանել ու նոր բնակատեղին տեղափոխել տան եղած չեղածը։ Ամեն մի ժամ մի նորություն էր բերում։ Ահա դատարկվեց հյուրասենյակը, ահա պան Անզելմը իր դաստիարակչուհուն վճարեց նրա վերջին աշխատավարձը, ահա խնդրում է նրան իր հետ յուղ, ալյուր, վարսակ վերցնել։ Օ, եթե դուք իմանայիք, թե հրաժեշտի նվերները ստանալով ինչպես էր ճմլվում խեղճ այրու սիրտը։ Վերջապես շարժվեց եւ վերջին սայլը, իսկ նրա ետևից շները, որոնցից մեկին ուժով մտցրեցին պարկի մեջ, քանի որ հին բնակատեղին չէր ուզում թողնել։ Կալվածքում օտար մարդիկ երևացին, նախամուտքին մոտեցան մեծ եւ անճոռնի կառքը ու մի սայլ։ Երկարատև հրաժեշտից հետո արտաքսվածները զբաղեցրին իրենց տեղերը։ Յուզեկը թռավ նրանց կառապանի նստիքին, 3 աղջիկները տեղավորվեցին կառքի առաջամասի նստարանին, իսկ նրանց դիմաց պան Անզելմն ու իր տիկինը, որը ձեռքին բռնած ուներ հին տանը մինչև վերջ չկարդացած նոր վեպը, իսկ պանի Վինսենտովան եւ Յասը նստեցին սայլի մեջ։ Կառապանը շրխկացրեց մտրակը, եւ ձիերն արդեն շարժվեցին տեղից, երբ հանկարծ պան Անզելմը գոռաց. «Հեյ, ապա կանգնիր»։ Նա ցած թռավ կառքից եւ մտավ արդեն դատարկ տունը։ Մի քանի վայրկյան անց նրան տեսան աշխատասենյակում, հետո մանկական սենյակում, այնուհետև հյուրասենյակում։ Նա կարծես ինչ-որ բան էր որոնում։ Գուցե երջանկությունը, որն իրենից երես էր թեքել։ Ավելի մոտ կանգնածներին հանկարծ թվաց, թե պան Անզելմն ինչ-որ բան է ասում։ Գուցե նա իր նախնիների ստվերներին խնդրում է թողնել պապենական կալվածքը ու իրենց հետ տեղափոխվել վարձակալված ծղոտածածկ տանիքով տան մեջ։ Իսկ պան Անզելմին իսկապես թվում էր, թե հարթ ու դատարկ պատերից իրեն են պարզված աներևույթ ձեռքեր, որոնք հրաժեշտի պահին գրկում են նրան, աղոթում նրա համար։ Եվս մի պահ, եւ նա այլևս չի կարողանա հեռանալ այստեղից։ Ավելի լավ է նրանց գրկում մեռնել։ Բայց հանկարծ իր երեխաներին հիշեց եւ վերադառնալով կառքի մոտ հրամայեց շարժվել։ Մի մղոնի չափ սայլը գնում էր կառքի ետևից, մինչև հասան հին քանդված կոստյոլին։ Այստեղ ճանապարհը բաժանվում էր 2 մասի, որից մեկը դեպի Վարշավա էր տանում։ Կառքը կանգ առավ, եւ պատուհաններից մեկում երևաց պան Անզելմի կլոր դեմքը։ «Հեյ», գոռաց նա, «ողջ եղեք»։ «Աստված ձեզ օգնական», պատասխանեց որբևայրին։ Կառքի ներսում շարժում նկատվեց, ապա շլյախտիչը ցած թռավ ու վազեց սայլի մոտ։ «Իմ թանկագին պանի», այրուն գրկելով ասաց նա, «Աստված ձեզ օգնական։ Իսկ եթե հանկարծ ձեզ համար շատ վատ կլինի, վերադարձեք մեզ մոտ։ Հուսով եմ, որ ցամաքած բոլորիս համար էլ կճարվի»։ Հետո նա դիմեց Յասին. «Իսկ դու, որդիս, սովորիր ու լսիր մայրիկիդ։ Եթե երբևէ մեծ մարդ դառնաս,
ապա ինձ պահակի պաշտոնով քեզ մոտ կվերցնես։ Այ այն ժամանակ դու ինձ անկյուն կկանգնեցնես, ինչպես շատ անգամ ես եմ քեզ կանգնեցրել։ Դե ինչ բանի, ծիծաղելի բան ասացի, չէ՞։ Այս ասելով նա բարձրաձայն ծիծաղեց, եւ արցունքները գլորվեցին նրա այրված ու փոշոտ դեմքի վրայով։ Այդ պահին կառքի մեջ Մանյան բողոքում էր, որ իր տեղը հարմար չէ։ Յուզեկը կառապանին աղաչում էր թույլ տալ ձիերի սանձերը բռնելու։ Անթոսյան արտասվելով սայլին էր նայում, իսկ պանի Անզելմովան վեպի երկրորդ հատորը ծնկների վրա դրած ու ներս ընկած աչքերը փակած, երանելի ժպիտով մտածում էր, թե ինչպես կվարվի Էռնեստը, որին դավաճանաբար թողել էր Լյուցիան։ Վերջապես կառքը շարժվեց դեպի աջ, իսկ սայլը դեպի ձախ։ Որբևայրին ու Յասը նայում էին հեռացող կառքի ետևից, որը հետզհետե ծածկվում էր երկար, օձի պես գալարվող բաց դեղնագույն փոշով։ Այնուհետև փոշին վերացավ, ու նրանք մենակ մնացին։ Չորս կողմը թառամող խոտով ու սարդոստայնով ծածկված դաշտն էր, իսկ նրանց վերևը ամենակարող Աստվածն էր, առանց որի կամքի չի պոկվի ոչ սարդի խարխուլ ոստայնը, ոչ էլ մարդկային խարխուլ երջանկությունը։ 5. Վարշավայում Պանի Վինցենտովան Վարշավա էր գնում ամենապայծառ հույսերով լցված։ 7 տարիների ընթացքում, որոնք նա անց էր կացրել Գավառում և քիչ տանջանքներ չէր տարել, Վարշավային սովորել էր նայել գունավոր ակնոցով։ Ամբողջ երկրի երևակայության մեջ Վարշավան պատկերանում էր որպես հաջողության, բարության և լուսավորության օրրան։ Աղքատ գյուղացիները, որոնք մեղքերին թողություն տալու նպատակով լինում էին այնտեղ, Վարշավայի աղքատների մասին պատմում էին, որ իբր նրանք հազարներ են վաստակում, իսկ ոմանք էլ քարից պատրաստված տներում են ապրում։ Կալվածատերերը, որոնք շատ թե քիչ հարուստ էին, քուն թե արթուն երազում էին ձմեռը Վարշավայում անցկացնել, իսկ երեխաներին անպայման այնտեղի դպրոցներում կրթել։ Իսկ աղքատ շլախտիչը, որն աշխատում էր իր մեջ խեղդել դեպի դարբնությունն ու ատաղծագործությունն ունեցած զզվանքը, միանգամայն հանգիստ խղճով Վարշավայի արհեստավորին էր վստահում իր որդու բախտը։ Իսկ ինչ ասել բազմաթիվ այն աղքատների մասին, որոնք աշխատանք և օգնություն են հայցում։ Նրանցից շատերը հեշտությամբ կարող էին Գավառում էլ հաց վաստակել, բայց թողնում էին հարազատ օջախն ու գլխապատառ Վարշավա էին վազում։ Նրանք ոչ ծանոթներ ունեն, ոչ փող, բայց սրբորեն հավատում են, որ բավական է անցնել ուղեկալը կամ էլ ամենապակասը երկաթյա կամուրջը, որ միմյանց առաջ կտրելով և փող, բարի խորհուրդ ու հովանավորություն առաջարկելով անմիջապես նրանց կողմը նետվեն բազմաթիվ հիմնարկներ ու անհատ բարեգործներ։ Նմանօրինակ մտքեր էին գալիս նաև պանի Վինցենտովայի գլուխը։ Նա համոզված էր, որ բավական է պատմի իր անելանելի դրության և այն մասին, թե որքան հանճարեղ երեխա է իր Յասը, որ նույն րոպեին բարի մարդիկ օգնեն իրեն։ Իր ունեցած համեստ գումարը միացնելով բարեգործների փողերին խանութ կբացի և իհարկե առևտուրը, Աստված գիտե թե ինչու, հրաշալի կգնա։ Այն ժամանակ նա իր Յասի համար հիանալի ուսուցիչներ կվարձի, հետո Յասը ամենաճանաչված ինժեները կդառնա ու մեծ հարստության տեր կլինի, և այլն, և այլն։ Ահա այսպիսի մտքերով ու երազանքներով էր հուսադրում իրեն խեղճ մայրը, քնքշանքով նայելով կարմրաթուշ որդուն, որը բերանը բացած ինչ-որ բան էր մտածում։ Երջանիկ մայր։ Մոր համար սակայն դեռևս անհայտ էին ապագային դժբախտությունները, որոնք սպասում էին նրանց, և որ աներևույթ մի ձեռք այդ դժբախտությունների գիրքը էջ-էջի ետևից բացում էր նրանց առջև։ Բայց Վինցենտովան հազիվ էր ոտքը դրել Վարշավայի կամուրջին, երբ խոր հիասթափություն ապրեց։ Հին ծանոթները, որոնցից շատերն այդ ընթացքում հասցրել էին որոշ հարստություն դիզել, դժվարությամբ հիշեցին նրա ազգանունը։ Նրա պլանները լսեցին թեպետ հարգալից, բայց սառը ժպիտով, և որպես պատասխան պատմեցին իրենց դժվարությունների մասին, այն մարդկանց մասին, որոնք գտնվում էին իրենց խնամքի տակ։ Պարզվեց, որ երկրով մեկ հայտնի մարդասերները մշտապես կամ հիվանդ են, կամ էլ շատ զբաղված։
Իսկ նրանք, ովքեր չկարողացան խույս տալ և խոստացան օգնել այրուն, նրան հանդիպելիս այնպիսի դեմք էին ընդունում, ինչպես ասեղով ծակված խխունջը։ Երկար փնտրելուց ու շատ անգամ նսեմանալուց հետո, երբ ուտելիքի պաշարն ու դեռևս գյուղում հավաքած փողերը վերջացան, խեղճ կինը կարողացավ վերջապես մի քանի ընտանիքներ գտնել, որոնք նրան կարի պատվերներ տվեցին։ Աշխատանքը շատ ծանր էր, իսկ եկամուտը գրոշներ։ Որպեսզի մեկ օրվա ընթացքում 1 ռուբլի աշխատեր, ստիպված էր առանց որևէ հանգստի 10 ժամից ավելի նստել սեղանի կամ էլ կարի մեքենայի մոտ։ Եվ քանի անգամ էր պատահել, որ փառահեղ բնակարաններում ապրող այդ տիկնայք շաբաթներով և նույնիսկ ամիսներով չէին վճարում այդքան դժվարությամբ աշխատած այն մի քանի ռուբլիները։ Մի քանիսն էլ մաս-մաս մի քանի զլոտի էին վճարում, բայց դե դրանց համար էլ ստիպված էր ընդունարաններում երկար ժամերով սպասել։ Ուրիշներն էլ ընդհանրապես չէին վճարում և նույնիսկ հայհոյում էին ծառաներին ու հրամայում այլևս ներս չթողնել այդ համառ այցելուհուն։ Չնայած այդ ամենին, որբևայրին հույսը չէր կորցնում և օր ու գիշեր աշխատում էր, իրեն հուսադրելով այն բանով, որ ահա մի քիչ փող ետ կգցեն և Յասի համար լավ ուսուցիչներ կվարձի։ Իսկ վերջինս առավոտից մինչև երեկո կարի մեքենայի աղմուկի տակ ընթերցանության և գրավոր դասերն էր պատրաստում և սովորել էր քնել լամպի լույսի ու միալար աղմուկի օրորի տակ։ Երբեմն աղմուկը խլանում էր, թուլանում, հետո նորից էր ուժեղանում, նորից թուլանում և վերջապես կտրվում էր։ Այնժամ զարմացած Յասը արթնանում էր և կրկնակի լույսի, այրվող լամպի ու ծագող արևի հրացոլքի տակ տեսնում էր մորը։ Նա նստած էր լինում շորերը հագին, փակ աչքերով դեմքը կրծքին հակած։ Շնչառությունը հաճախակի էր, թևերն անզոր կախված էին լինում կողքերից, իսկ դեմքը հիվանդագին կարմրություն ուներ։ «Մայրիկ», ձայն էր տալիս Յասը, «մայրիկ, ինչու չես քնում»։ Նա ցնցվում էր ու ժպիտով պատասխանում. «Ինչ-որ չեմ ուզում»։ Հոգնած ձեռքերը հափշտապ աշխատանքն էին վերսկսում։ Ընդարմացած ոտքերը շարժման մեջ էին դնում մեքենայի անիվը, բայց մի քանի րոպե անց նրան նորից պատում էր հոգնածությունը, որն ավելի զորեղ էր, քան աղքատության տեսիլքն ու որդու ձայնը։ Ինչքան շատ էր աշխատում, ինչքան ավելի երկար էր նստում կարի մեքենայի առջև, այնքան ավելի էր պակասում պանի Վինսենտովայի եկամուտը։ Նրա շաբաթական աշխատավարձը երբեմն 1 ռուբլու էլ չէր հասնում։ Այդպիսի օրերին նա իրեն թույլ էր տալիս Յասի հետ նախաճաշին մի քիչ կաթ խմել, իսկ ճաշին մի աման ապուր ուտել։ Քանի անգամ ճաշին նա ցանկացել էր մի կտոր միս ուտել։ Թվում էր, թե պատառաքաղն ինքն է ձգվում այդ տապակած մսի խղճուկ կտորին, բայց պանի Վինսենտովան ինքն իրեն կարողանում էր զսպել։ «Մայրիկ, դու ինչու միշտ չես ուտում»։ Հարցնում էր Յասը։ «Չեմ ուզում», պատասխանում էր մայրը։ «Հավանաբար շատ չոր է ու անհամ»։ «Ինչ ես ասում, շատ փափուկ ու համեղ է»։ «Մի՞թե չես զգում, թե ինչքան լավ հոտ ունի»։ Մսի հոտը մայրը շատ լավ էր զգում, սակայն ձեռք չէր տալիս։ Հաջորդ օրը մսի այդ խղճուկ կտորը տաքացվում էր առանց առաջին ու երկրորդ ճաշատեսակների և տրվում էր Յասին, իսկ ինքը յոլա էր գնում մի կտոր հացով։ Այդ տեսնելով Յասը պատառաքաղը մի կողմ էր դնում ու հուզված հարցնում. «Մայրիկ, ինչու այսօր չես ճաշում»։ «Ես պաս եմ պահում, որդիս»։ Հետո ժպտալով ավելացնում էր. «Մարդ ապրում է ոչ թե այն բանի համար, որ ուտի, այլ ուտում է, որ ապրի»։ Այդ բառերը Յասն ավելի ու ավելի հաճախ էր լսում, իսկ որբևայրին ավելի ու ավելի շատ ուժ էր կորցնում։ Վերջապես մի անգամ երեկոյան ուժեղ գլխացավը, գլխապտույտներն ու բարձր ջերմությունը նրան ստիպեցին անկողին մտնել։ Հաջորդ օրը հիվանդի վիճակը ծանրացավ, և նա չկարողացավ ոտքի կանգնել։ Այդ օրը բարեբախտաբար աշխատանքի դիմաց մի քանի ռուբլի էին ուղարկել նրան։ Այդ փողերով նա Յասին ու պառավ Մացեյովային 2 շաբաթ կերակրեց, իսկ ինքը բավարարվեց միայն հացով ու թեյով։ Հիվանդությունը նրան շատ ավելի քիչ էր մտահոգում, քան կարելի էր ենթադրել։ Բարձր ջերմության հետևանքով նրան թվում էր, թե իր դրությունն օրեցօր լավանում է, և ինքն իրեն միշտ կրկնում էր. «Վաղը վեր կկենամ»։
Ես դեռ այնքան շատ աշխատանք ունեմ, ասում էր նա, երբ պիտի վերջացնեմ։ Իսկ իրականում նա ոչ մի աշխատանք էլ չուներ։ Մի անգամ, ինչպես միշտ, Մացեյովան եկավ գնումներ կատարելու համար փող վերցնելու։ Հիվանդը ձեռքը տարավ բարձի տակ, հանեց փողի քսակը ու ձեռքը մտցրեց մեջը։ Հետո քսակը մոտեցրեց աչքերին, զարմացած այն թափ տվեց վերմակի վրա, բայց քսակից ոչինչ չընկավ, քանի որ այնտեղ ոչինչ այլևս չէր մնացել։ Հետո ինչ-որ մտքից լուսավորված ձեռքը խփեց ճակատին ու ծիծաղելով բացականչեց. «Այ թե հիմարն եմ ես»։ Բոլորովին մոռացել էի, որ այն 10 ռուբլին պան Անզելմը մանրելու համար վերցրեց։ «Պան Անզելմն այստեղ չի եղել», վախեցած ասաց Յասը։ Այրին ժպտալով ձեռքը թափ տվեց։ «Մացեյովա, մայրիկին այս ինչ է պատահել», շշնջաց սարսափելիորեն վախեցած Յասը, դիմելով դուրս եկող օրամշակուհուն։ «Հիվանդությունից խելքը տեղը չէ, երևում է նրա ճակատագիրն է այդպիսին», պատասխանեց պառավն ու դուրս եկավ։ Տղան հեծկլ տալով դեպի մայրը նետվեց։ «Մայրիկ, մայրիկ», մոր ձեռքերը համբուրելով բացականչեց նա, «դու շատ հիվանդ ես, հա»։ Մայրը առաջվա նման ժպտալով ուսերը թափ տվեց։ «Դա քեզ պարզապես թվում է։ Մի փոքր թույլ եմ, բայց ինձ շատ օգնեց այն մսաջուրը, ես խմել եմ ուզում»։ Յասը նրան մի բաժակ ջուր տվեց։ «Սա ինչ հյութից է, հավանաբար մոշ է»։ «Քշ, քշ, աներես աղավնիներ»։ Կիսով չափ խմած բաժակը ընկավ հատակին։ Այդ պահին Մացեյովան դռնապանին պատմում էր, որ իր տիրուհին սովից հիվանդացել է տիֆով, իսկ տանն ուտելու ոչինչ չկա։ Դռնապանն այդ բանը պատմեց պան Կարոլի ծառաներից մեկին, իսկ վերջինս էլ իր հերթին պատմեց պան Կարոլին ու նրա կնոջը, որոնք շատ հարուստ ու դրության մեջ մտնող էին։ Նրանք իհարկե չէին կարող հաշտվել այն մտքի հետ, որ ինչ-որ մեկն իրենց հետ նույն հարկի տակ ապրելով մեռնի սովից։ Ուստի անմիջապես ընտանեկան ժողով հրավիրեցին և որոշեցին այրուն ու նրա որդուն փրկել սովից։ Ահա թե ինչու Մացեյովայի գնալուց մի քանի ժամ անց, երբ Յասը բոլորովին հուսահատված չոքել էր անզգայացած մոր մահճակալի մոտ և Աստծուն օգնության կանչելով բարձրաձայն լաց էր լինում, դուռը բացվեց և ծառայի հետ ինչ-որ կարևոր պարոն եկավ։ Անծանոթը լսեց հիվանդի թոքերն ու սիրտը, դեղատոմս դուրս գրեց և տվեց ծառային։ Շուտով Յասի համար ճաշ բերեցին, իսկ հիվանդի համար տեղ։ Հաջորդ օրը անհայտ բարերարի հրամանով Մացեյովան հիվանդի մոտից չհեռացավ։ Կրկին եկավ այդ կարևոր պարոնը և կրկին ուտելիք ու դեղ բերեցին։ Յասը չէր հարցնում, թե այդ ամենը որտեղից են բերում։ Նա պարզապես հավատացած էր, որ Աստված վերջապես լսել էր իր աղաչանքը, և թեպետ մայրը գնալով ավելի ու ավելի էր թուլանում ու կորցնում գիտակցությունը։ Յասը հույս ուներ, որ ամեն ինչ լավ կլինի։ Մի օր նա շատ շուտ արթնացավ։ Արևը դեռ նոր էր ծագել։ Հոգնած Մացեյովան սնդուկի վրա կծկված քնած էր։ Յասը ոտքերի մատների վրա մոտեցավ հիվանդին և ահա թե ինչ տեսավ։ Մայրը պառկած էր, ծածկված մինչև գոտկատեղը։ Ածխի պես սև բերանը բացված էր, ձեռքերն ամուր սեղմված ու տարածված էին գլխավերևում։ Այդ ահավոր տեսարանից Յասը ողջ մարմնով ջերմ զգաց, ականջներում խշշոց լսվեց և ոչ մի ծպտուն չհանելով ուշաթափվեց ու փռվեց հատակին։ 6. Բարեգործ մարդկանց հայտնի տիպարը։ Պան Կարոլը, բարձրահասակ, լավ դաստիարակված, միջին տարիքի սևահեր այդ մարդը, բավականին հարուստ էր, որպեսզի արժեթղթերում տեղադրված կապիտալի տոկոսներով հիանալի պահեր իր ընտանիքը։ Իրեն աննշան հաճույքներ թույլ տար, օգներ մարդկանց և այդ ամենի հետ կարողանար որոշ բան էլ ետ գցել նեղ օրվա համար։ Պան Կարոլի կյանքը իր գեղեցկուհի կողակցի, շատ ուրախ բնավորությամբ շագանակագույն մազերով կնոջ, երկու որդիների՝ Էդեկի ու Թադեկի հետ, որոնք սովորում էին երկրորդ դասարանում, շատ խաղաղ ու հաշտ էր անցնում։ Բուռն կրքերը նրան խորթ էին, իսկ ամենաանհրաժեշտ պահանջները նա, իհարկե, լավ ճաշակ ու որոշակի հարմարություններ պահպանելով, շատ համեստորեն էր բավարարում։ Որպես անհատ, ոտքից մինչև գլուխ ներծծված լինելով բարոյականության ուսմունքով,
Պան Կարոլը համատարած սիրո տիպար էր։ Նա իր սիրով ընդգրկում էր և ընտանիքը, և հասարակությունը, և բնությունը, և արվեստը, ու չդադարելով այրվել իր ամենակարող սիրով, այդ ամենից բացի նրա էությունն ամեն մի մասնավոր առիթով եռ էր գալիս։ Նա մեկ ցանկանում էր ամսագիր հրատարակել, մեկ որևէ աղքատ ընտանիքի համար բարերար դառնալու պատրաստակամություն էր հայտնում։ Մեկ ցանկություն էր հայտնում ունեցած դրամի կեսը նվիրել քաղաքի կոյուղու շինարարությանը։ Եվ այդ ամենը մեկ շաբաթվա ընթացքում։ Ամեն անգամ նրա ոգևորությունը վայրկենապես գագաթնակետին էր հասնում, իսկ հետո կամաց-կամաց սկսում էր սառել։ Պան Կարոլը գաղափարապաշտ էր, ուստի նրա հոգում մշտական անհաշտ պայքար էր մղվում կատարյալ գաղափարների և անկատար իրականության միջև։ Իմանալով այրու ծանր կացության մասին, պան Կարոլն անմիջապես օգնության հասավ, որոշելով աջակցել նրան գոյությունը պաշտպանելու։ Երբ այրին մահացավ, ազնվաբարո մարդասերը իր պարտքը համարեց Յասին իր տուն վերցնել։ Այդ պահին նա կհամաձայներ իր հարստության կեսը կորցնել, քան թույլ կտար, որ այդ փոքրիկ, հրաշալի ու դժբախտ տղան սոված և անօթևան մնա։ Դրանից ելնելով, մոր մահվան օրը Յասը հայտնվեց իր բարերարների բնակարանում։ Եվ մինչ թաղումը կազմակերպելու համար պան Կարոլը քաղաքի մի ծայրից մյուսն էր սլանում, նրա տիկինն իր ձեռքերով Յասի գոգնոցի փեշերին սպիտակ եզրանախշեր էր կարում, իսկ տղաներն իրենց սենյակում նրա գրքերն էին դասավորում ու նրա արկղիկի և մահճակալի համար տեղ էին փնտրում։ Երբ Յասն իր մարդասեր ընտանիքի հետ վերադարձավ թաղումից, պան Կարոլն ասաց. «Որդիս, Աստված քեզ ծանր փորձություն է ուղարկել, բայց քեզ չի մոռացել։ Դու կորցրեցիր սիրելի մայրիկիդ, բայց դրա փոխարեն գտար մեզ, քո նոր ընտանիքին»։ Այս լսելով, որբը դեմքը ձեռքերով ծածկեց ու բարձրաձայն լաց եղավ։ Այդ ժամանակ պան Կարոլը բազկաթոռից վեր կացավ, համբուրեց Յասի գլուխը և հանդիսավորությամբ վճռական խոսքեր ասաց. «Յաս, դարձիր իմ որդին»։ Այնուհետև մոտեցավ պան Կարոլի կինը։ Նա նույնպես համբուրեց որբին և ամուսնու նման կրկնեց. «Յաս, դարձիր իմ որդին»։ Այդ արարողությանը ներկա գտնվող տղաները իրենց հերթին մոտեցան Յասին, համբուրեցին նրա երկու այտերը ու իրար հետ ասացին. «Յաս, դարձիր մեր եղբայրը»։ Այդ ցնցող տեսարանը Յասի վրա տարօրինակ ազդեցություն գործեց։ Առաջին համբույրի ժամանակ նա ցանկացավ ընկնել պան Կարոլի ոտքերը, երկրորդի ժամանակ նրան զարմանքը պատեց, իսկ երրորդից հետո հանկարծ արտասվելուն վերջ տվեց։ Սիրտն ու թոքերն այնպես ցավագին սեղմվեցին, որ մի վայրկյան նրա շունչը կտրվեց։ Մեկը մյուսին հետևող այդ համբույրները նրա համար երջանկության ավետիք էին, որոնք անասելի բարձրությունից այնպիսի ուժով թափվեցին Յասի գլխին, որ քիչ էր մնացել ճզմեն նրան։ Որդեգրման արարողությունից հետո պան Կարոլն ու նրա կինը հիացած միմյանց նայեցին, իսկ նրանց երկու որդիները զարմացած։ Բայց քանի որ նրանք լավ դաստիարակություն էին ստացել, ուստի լռեցին, հասկանալով, որ իրենց աչքերի առջև հանդիսավոր ու հիանալի մի արարողություն կատարվեց։ Էդեկն ու Թադեկը, ինչպես միշտ լինում է հարազատ եղբայրների միջև, հաճախ էին վիճում, իսկ երբեմն էլ միմյանց մազեր էին քաշքշում, բայց այժմ նրանք հոգու մի անկյունով զգում էին, որ իրենց ու այդ նոր եղբոր միջև մեծ տարբերություն կա, և թեպետ պան Կարոլի զավակները միմյանց նկատմամբ ավելորդ քաղաքավարությամբ աչքի չէին ընկնում, Յասի նկատմամբ հենց սկզբից սկսեցին անասելի հարգանք տածել։ Թեյելիս ծնողները զարմացան, երբ որդիները մեկը մյուսից առաջ ընկնելով աշխատում էին ծառայել որբին։ Իսկ երբ Յասը պառկում էր քնելու, նրան օգնել էին ցանկանում ու աթոռակի վրա նրա զգեստներն էին դասավորում։ Եվ դա այն դեպքում, երբ իրենց հագուստները շատ տհաճությամբ էին դասավորում։ Կեսգիշերին, երբ տանտերերն արդեն քնելու էին պատրաստվում, տղաների սենյակից զսպված ճիչ լսվեց։ «Ախ, մայրիկ, մայրիկ»։ Այդ լսելով պան Կարոլի կինը ննջարանից դուրս վազեց և դեմ առ դեմ հանդիպեց աշխատասենյակից դուրս եկող ամուսնուն։ «Ո՞վ էր գոռում, մեր տղաներից որևէ մեկն էր»։ Հուզված հարցրեց տիկինը։ «Ոչ, այդ նա էր, Յասը», պատասխանեց ամուսինը։ «Ախ, նա էր»։
Նա նույնպես մերն է, բարեհոգի ժպտալով նկատեց պան Կարոլը։ Կինը հուզված նայեց ամուսնու աչքերին, ապա գրկեց նրա պարանոցը և իր հրաշալի գլուխը դնելով նրա ուսին շշնջաց. «Իմ Կարոլ, որքան բարի ես դու, որքան ազնիվ»։ Տարօրինակ բան, այդ հուզված բացականչությունը պան Կարոլի սրտում անսպասելի մի անհանգստություն արթնացրեց։ Չգիտես ինչու նա ուրախ կլիներ, եթե կինը չհիշեցներ իր ազնիվ արարքի մասին։ Այդ տհաճ անհանգստությունը պան Կարոլը վերագրեց անքնության ու հոգնածության։ Սակայն պան Կարոլի անհանգստությունը օրեցօր գնալով ավելանում էր։ Նրա տանը մշտապես հյուրեր էին լինում, որոնք ուշադրությամբ էին նայում Յասին ու հետաքրքրվում նրա կյանքի մանրամասներով։ Լսելով որդեգրման պատմությունը, նրանք մինչև երկինք էին հանում պան Կարոլի ու նրա տիկնոջ ազնվությունը։ «Դուք նրան անպայման դպրոց կուղարկեք, չէ՞», հետաքրքրվեց տիկիններից մեկը։ «Բայց դուք հավանաբար թույլ չեք տա, որ նա ձեր հարստության ժառանգորդը դառնա, այնպես չէ՞։ Դրանով իսկ դուք կվիրավորեք ձեր հարազատ զավակներին», զգուշացրեց ինչ-որ ազգականուհի։ Պան Կարոլը լուռ լսում ու քրտնում էր, մանավանդ այն ժամանակ, երբ ավելի շատ վստահելի մարդկանց մոտ կինը սկսում էր պատմել որդեգրման ցնցող արարողության մասին։ 2-3 շաբաթ անց նրանց այցելեց ընտանեկան բժիշկը, որը գտավ, որ մանկական սենյակը երեքի համար շատ նեղ է, ուստի որևէ մեկին հարկավոր է տեղափոխվել։ Առաջին վայրկյանին պան Կարոլը որոշեց Էդեկին տեղափոխել հանդերձարան։ Սակայն մոտենում էին ավարտական քննությունները, և Էդեկն ու Թադեկը պետք է պարապեին միասին։ Ուստի հանդերձարան տեղափոխեցին Յասին։ Յասի համար այդ տեղափոխությունը իսկական երջանկություն էր։ Այժմ օրվա մեծ մասը նա կարող էր մենակ լինել ու չցցվել այդ մարդկանց աչքի առջև, որոնց նկատմամբ խորը հարգանք և շնորհակալական զգացում էր տածում, բայց որոնք և վախ ու ամոթ էին ներշնչում նրան։ Գեղեցիկ աթոռների վրա Յասը նստել չէր կարողանում։ Փայլեցրած մանրատախտակի հատակի վրա ոտքերը սահում էին, իսկ գորգերի վրա փաթաթվում։ Նա շարունակ ինչ-որ բանվայր էր գցում կամ կոտրում։ Ծառաները չգիտեին, թե ինչպես դիմեն նրան։ Ինքը չգիտեր, թե ինչպես դիմի պան Կարոլին ու նրա կնոջը։ Հյուրերի մոտ նա քաշվում էր, սեղանի մոտ կորցնում ախորժակը։ Մի խոսքով, բարերարության ամեն մի արտահայտություն խեղճ որբի վրա վատ էր ազդում։ Նա չգիտեր, թե ինչպես պահի իրեն, ուստի ավելի ու ավելի էր ներփակվում ինքն իր մեջ։ Տանտերերը հաճախ էին զարմանում, որ նրա տարիքի տղան այդքան մռայլ ու ցրված է, և որ ամենափոքր հարցում էլ նրա վրա հույս դնել չի կարելի։ Մի անգամ պան Կարոլին այցելեց նրա հին ծանոթներից մեկը, որն ամեն ինչ մռայլ գույներով էր տեսնում։ «Այս ի՞նչ բան է», բացականչեց հյուրը։ «Ասում են երկինքը քեզ երրորդ զավակ է պարգևել»։ «Այո», թթված դեմքով ժպտաց պան Կարոլը։ «Քաղաքում խոսում են, որ այդ գեղեցիկ տղան քեզ շատ է նման»։ Պան Կարոլը կատաղությունից կարմրեց։ «Դու կարող էիր այդպիսի հիմարությունը չկրկնել», նկատեց նա իր հեռատես ընկերոջը։ Մի վայրկյան լռություն տիրեց։ Հյուրը ծխախոտը վառեց ու նորից ասաց. «Բարեգործությունը, բարեկամս, շատ գովելի բան է, բայց եթե իր սահմաններից դուրս չի գալիս, այն, որ դու տղային վերցրել ես, վատ չէ, բայց երես տալ նրան չի կարելի։ Վերջիվերջո նա կմոռանա, որ որբ է, և որ ինքը պետք է հոգա իր մասին»։ «Հապա ինչ անեմ», նրա խոսքը կտրեց պան Կարոլը։ «Թող արհեստ սովորի», պատասխանեց հյուրը։ «Եթե կամենում ես, ես կարող եմ շատ լավ դերձակի տեղ ցույց տալ»։ Այդ միտքը, ինչպես նրան ներկայացրեց հյուրը, դուր եկավ պան Կարոլին, և երեկոյան նա կնոջը ասաց. «Մանյա, անհրաժեշտ է մտածել մեր որդեգրյալի ճակատագրի մասին»։ «Ես էլ եմ այդպես կարծում», համաձայնեց կինը։ «Նա աղքատ է։ Մոր ապրանքների վաճառքից ստացված գումարը մի քանի տասնյակ ռուբլի կազմեց։ Մյուս կողմից էլ մեր երկրին որակյալ արհեստավորներ են հարկավոր։ Պանին նույնիսկ ծափ զարկեց»։ «Հիանալի պլան է», բացականչեց նա։ «Նրան մի լավ վարպետի կտանք», շարունակեց Կարոլը։ «Կպայմանավորվենք ուսուցչի հետ, իսկ կիրակի օրերը նրան մեզ մոտ կընդունենք։ Տղան լավ մասնագիտություն կստանա, կուրախանա, իսկ երբ մեծանա ու լավ մարդ դառնա, մենք նրա համար արհեստանոց կբացենք»։
Հրաշալի է, գերազանց, ասաց կինը։ Հետագայում մեզ հաճելի կլինի հիշել այն մասին, որ հասարակությանն օգտակար մարդ ենք տվել։ Իհարկե, իհարկե։ Միայն ահա թե ինչ, ավելացրեց նա։ Յասը դեռևս շատ ջահել է, և որոշ ժամանակ դեռ պետք է մեզ մոտ ապրի։ Ամուսնուն չպատասխանելով ու որոշ ժամանակ լռելուց հետո պանին հարցրեց. Ինչ արհեստի ես ուզում տալ նրան։ Ես կարծում եմ դերձակության։ Ամուսինները միմյանց նայեցին։ Պան Կարոլը գիտեր, որ իր կնոջ կարծիքով դերձակությունն աշխարհում ամենաարհամարհված մասնագիտություններից մեկն է։ Իսկ պանին այդ պահին հիշեց որդեգրման արարողությունը։ Սակայն երկուսն էլ լռեցին, և այդ օրվանից Յասի մասին աշխատում էին չխոսել։ Ահա այդ ժամանակ ինչ-որ թերթ հանդես էր եկել կանանց համար արհեստանոցներ բացելու առաջարկությամբ։ Պան Կարոլի հոգին նման էր պայթողականի, լի նոր բարեգործությունների ու զոհողությունների պատրաստակամությամբ։ Այժմ հեշտ է պատկերացնել, որ կանանց համար բացվող արհեստանոցների վերաբերյալ հոդվածը նրա վրա այրվող պատրույգի ազդեցություն ունեցավ, և պան Կարոլը պայթեց։ Այդ օրվանից սկսած հայտնի մարդասերի ուղեղը ամբողջովին զբաղված էր կանանց համար բացվող արհեստանոցներով։ Նա անմիջապես նամակագրական կապ հաստատեց արտասահմանում գործող նմանօրինակ հաստատությունների հետ։ Ամբողջ օրեր էր կորցնում արհեստանոցների կանոնադրություն կազմելու վրա, այցելում ազդեցիկ մարդկանց, իսկ իր սեփական տանը շարունակ խորհրդակցություններ էին տեղի ունենում, որին շատ մարդիկ էին մասնակցում, թեկուզ և անծանոթ, բայց շատ գրագետ, և ամենակարևորը, ընդհանուրի օգուտը գնահատող մարդիկ։ Այդ կարևոր գործը այնպես զբաղեցրեց պան Կարոլին, որ նա նույնիսկ չվշտացավ, երբ իմացավ, որ տղաներից մեկին ուզում էին թողնել նույն դասարանում։ Իմանալով կնոջից այդ նորությունը, պան Կարոլը թոթվեց ուսերը և իր հերթին կնոջը հայտնեց, որ իր կողմից արհեստանոցների կազմակերպման համար տալիս է 2000 ռուբլի։ Այդ ընթացքում մարդասերի սիրտը Յասի դեմ ավելի ուժգին սկսեց ապստամբել։ Տղան նրան զզվեցրել էր։ Նախ, միթե պան Կարոլը, որը մտածում էր, թե ինչպես երջանկացնի 3 միլիոն կանանց, պիտի միաժամանակ զբաղվեր նաև տղայի ճակատագրով։ Երկրորդը, կնոջ ամենօրյա հարցերը, թե ինչ պիտի ասի Յասին, պան Կարոլին խանգարում էին ավելի լայն մասշտաբի պլաններ կազմելու գործում։ Եվ վերջապես երրորդ հանգամանքը՝ Յասի արտաքինը նրա մոտ խղճի խայթ էր առաջացնում։ Տղան ինչ-որ բանից շարունակ վախենում էր։ Միշտ աշխատում էր բոլորին իր ծառայությունները մատուցել, և այն էլ այնքան անշնորհք կերպով։ Պան Կարոլը հոգում շնորհակալ էր լինում կնոջը, եթե ճաշին կամ թեյի սեղանի մոտ Յասին չէր տեսնում։ Հենց որ տղան ընկնում էր նրա աչքին, նա ամենայն մանրամասնությամբ հիշում էր որդեգրման արարողության ժամանակ արտասանած խոսքերը. «Յաս, դարձիր իմ որդին, Յաս, դարձիր մեր եղբայրը»։ Իսկ այդ ընթացքում Յասը հուսահատության մեջ էր։ Ամբողջ օրերով նա ոչ մի բանով չէր զբաղվում։ Տղաների հետ խաղալ սիրտ չէր անում։ Նա մեծ հաճույքով կհամաձայներ մաքրել իր եղբայրների կոշիկները, բայց նա որդեգրված տղա էր համարվում։ Երբ շատ հյուրեր էին հավաքվում, այդ որդեգրման հարցը չէր խանգարում պան Կարոլի տիկնոջը Յասին իր սենյակն ուղարկելու, որտեղ և բերում էին նրա ուտելիքները։ Տղան արդեն մոտ էր հոգեկան խանգարմանը։ Եթե փոքր հասակից Յասն ատելությամբ էր հիշում պան Պյոտրի տունը, ապա հիմա այդ մասին ափսոսում էր։ Ճիշտ է, այն ժամանակ ոտաբոբիկ էր, բայց վազվզում էր այնտեղ, որտեղ իրեն դուր էր գալիս։ Պատահում էր, որ պան Պյոտրը ծեծում էր նրան, բայց դրա փոխարեն համբուրում էր մայրը։ Եվ գոնե խաղալու համար երեխաներ կային, և եթե նրանք էլ չլինեին, շուն կար։ Այստեղ նույնիսկ շուն էլ չկար։ Այդ պայմաններում Յասը շատ խռովկան դարձավ։ Մի անգամ ճաշին, երբ տանտիրուհին ափսեն նրա առջև դնելու ժամանակ պատահականորեն մի փոքր ճաշ թափեց, որբը սկսեց արտասվել։ Այդ տարօրինակ դեպքը գրավեց պան Կարոլի ուշադրությունը, որը, ինչպես գիտեք, բարի սիրտ ուներ։ Բարեհոգի մարդասերը շոյեց Յասի գլուխը, բարկացած նայեց կնոջը, իսկ ճաշից հետո գնաց հանդերձարան խոսելու իր որդեգրած տղայի հետ։ Յասի համար դա արտակարգ դեպք էր։ Հայրը հայացքով չափեց սենյակը, մահճակալը,
Տղային պատկանող մի քանի գրքեր, վերջապես բարեհոգաբար հարցրեց. «Դու չես ձանձրանում։ Ինչով ես զբաղված զավակս»։ Մի քանի վայրկյան լռություն տիրեց։ «Երբեմն կարդում եմ, երբեմն էլ հենց այնպես նստում», շշնջաց Յասը, հայացքը խոնարհելով ու խաղալով սև սերթուկի փեշի հետ։ «Դեռևս շարունակում ես տխրել», շարունակեց հարցնել բարերարը։ Յասը ոչինչ չպատասխանեց, բայց նրա արտահայտիչ դեմքի վրա այնպիսի վիշտ գծագրվեց, որ պան Կարոլը մի փոքր տխրեց և անկախ իրենից սկսեց արդարանալ։ «Գիտես ինչ, զավակս, ես քո մասին մտածում եմ։ Օ, շատ եմ մտածում։ Ես գիտեմ, որ դու ընդունակ տղա ես և սիրում ես աշխատանքը, որ դու լավ տղա ես։ Այդպիսի երեխաներից, ինչպիսին դու ես, օգտակար մարդիկ են դուրս գալիս, և իմ ղեկավարությամբ հասարակության համար պիտանի քաղաքացի կդառնաս։ Ես մտադիր եմ հոգալու քո կրթության մասին։ Միայն ափսոս, որ հիմա ժամանակ չունեմ։ Բայց քեզ խնդրում եմ, որ տխրությանը չենթարկվես և յուրաքանչյուր տարակուսանքի դեպքում դիմես ինձ, ինչպես լավ ընկերոջը։ Կյանքը, զավակս, դա մարտի դաշտ է, և երջանիկ է նա, ով…» Այդ պահին ինչ-որ մեկը զանգահարեց։ Պան Կարոլը պոկվեց տեղից և սենյակից անհետացավ, այդպես էլ չավարտելով իր փոքրիկ ճառը։ Խեղճ Յասն այդպես էլ երբեք չիմացավ, թե այս աշխարհում ով է երջանիկ։ Նոր դեպքերի ականատես չլինելով, տղան սկսեց երազել, ապրել հիշողություններով։ Սիրում էր մանավանդ աղջամուղջին փակ աչքերով նստել ու պատկերացնել, որ գյուղում է ապրում, մոր սենյակում, պան Անզելմի մոտ։ Ահա նրան թվաց, թե պատուհանից տաք քամի փչեց, սոսափեց վայրի խաղողի թփերի մեջ, իսկ այ այնտեղ անկյունում նստած է կատուներից մեկը և թաթը լպստելով աղոթք է մռմռացնում։ Մի քանի վայրկյան անց Վարշավայի փողոցների աղմուկը նրան վերադարձնում էր դեպի իրականություն։ Հետո նրան թվում էր, թե լսում է կարի մեքենայի աղմուկը, դեմքի վրա զգում էր վառվող լամպի ջերմությունը, իսկ մայրը նստած էր կողքին։ «Բավական է աչքերս բացեմ», մտածում էր Յասը, «և ես անմիջապես կտեսնեմ նրան, բայց ես չեմ բացի։ Այսպես ինձ ավելի է դուր գալիս, և փակ աչքերով կնստեմ»։ Բայց երբեմն Յասն աչքերը բաց էր անում։ Այդ ժամանակ նա տեսնում էր դիմացի բնակարանների լույսերը, իսկ իր սենյակի մութ պատերի վրա պատուհանի շրջանակների սև ուրվագծերը, որոնք խաչ էին հիշեցնում, ավելի ճիշտ երկու խաչ։ Եվ անմիջապես չգիտես որտեղից նա հիշում էր հետևյալ խոսքերը. «Աստված ում շատ է սիրում, խաչերը նրան է տալիս»։ Խաչեր, խաչեր, մտածում էր Յասը և սպասում մորը։ Ահա նրան թվում է, թե մայրը բարձրանում է աստիճաններով։ Րոպեներ են անցնում, 2, 15 րոպե։ Հավանաբար աստիճանները ձգվում, երկարում են, ինչպես այստեղից մինչև երկինք, իսկ մայրը բարձրանալ չի կարողանում։ Բայց Յասը համբերատարությամբ սպասում էր, և այդ սպասման մեջ զգում նրա շորի շրջյունը, զգում քայլերի արձագանքը։ Ախ, մայրիկ, ինչու ես այդքան դանդաղում։ Ախ, մայրիկ, շտապիր ու ազատիր որդուդ այս խելակորույս ցանցից, որը 4 կողմից շրջապատել է նրան։ Յասի հիվանդագին երևակայության կապը երբեմն կտրում էր հայտնված ծառան։ «Թեյը մատուցված է», ասում էր նա։ Յասը վեր էր կենում և ոտքերը հազիվ փոխելով հետևում էր ծառային, պատկերացնելով, որ ահա ճաշասենյակ կմտնի և նրան կդիմավորեն Անթոսյան, Յուզեկը, Մանյան, պան Անզելմի ուրախ դեմքը և նրա բարի ծիծաղը։ Իսկ մայրը նրան կհրամայի նստել գահի պես բարձր աթոռին և կմատուցի կաթով թեյի սովորական բաժակը։ Այդպես էր երազում Յասը, դուրս գալով իր մութ սենյակից։ Բայց ահա նրա վրա է թափվում պայծառ լույսը, և մոր փոխարեն տեսնում է պան Կարոլի գեղեցիկ ու սառը տիկնոջը, իսկ պան Անզելմի փոխարեն պան Կարոլին, որի նուրբ դեմքի վրա ոչ թե գյուղական շլյախտիչի բարեհամբույր ժպիտն է, այլ համընդհանուր սիրո արտահայտությունը, որը ներկայումս նվիրված է 3 միլիոն կանանց, որոնց համար նա պատրաստվում է արհեստանոցներ կառուցել։ Յասը դա տեսնում էր, օրորվում հարբածի պես։ Ախ, մայրիկ,
Շտապիր, քանի որ քո որդու հոգին շատ հաճախ է կտրվում ներկայից և վերջ ի վերջո կարող է պոկվել նաև մարմնից։